Դրա համար երեխեքին ասում են, երեխեն քնելով է մեծանում, երեխին չեն ասում։ Տարիքը որ նշեցիր, ես ֆիթնես տարիք էլ ունեմ, բացի իմ իսկական տարիքից։ Սպորտը շատ նման է խաղամոլությանը, շատ։ Ինքը նույն մեխանիզմներն է աշխատում։ Adult-ների 37%-ը ունի ավելորդ քաշ։ Բարև ձեզ։ Իմ շրջապատում էլ շատ եմ խոսում այս ամեն ինչի մասին, ինչքան էլ որ զզվացրել եմ արդեն, ես մեկա խոսելու եմ ու Չինով ասած, մենք այն ենք, ինչ մենք ուտում ենք։ Ես այդ պահին եթե որոշած լինեմ, որ էլի երբեք չեմ զբաղվելու, զուտ այդ նախադասությունից հետո կգնամ նորից այդ փաթեթս կառնեմ, կսկսեմ պարապել։ Սպորտը ֆիզիկական կուլտուրան ստրեսը հաղթահարելու լավագույն միջոցն է։ Երբևէ մտածել եք, որ կան մարդիկ, որ միշտ աշխույժ են, ակտիվ են, լավ տրամադրություն ունեն։ Այս ամենի հետևում շատ հաճախ թաքնված է առողջ ապրելակերպը։ Այսօր միասին փորձելու ենք բարձել, թե ինչպես երբեմն փոքր սովորություններ կարող են մեծ ազդեցություններ ունենալ մեր կյանքի որակի վրա։ Այս թեմայով զրուցելու ենք Սերգեյի հետ։ Ողջույն Սերգեյ։ Ողջույն Հայկոյի, շնորհակալություն հրավիրելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերն ընդունելու համար, շատ ուրախ եմ քեզ հյուրընկալել այստեղ։ Փոխադատ։ Սերգեյը պրեմիում կարգի ֆիթնես մարզիչ է, միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի եւ Եվրոպայի փոխ-չեմպիոն, ինչպես նաեւ IPF level 1 մարզիչ։ Այո։ Եթե ես այստեղ սխալվեմ, խնդրում եմ ինձ ուղղիր։ Չէ, չես սխալվել, ամեն ինչ շատ ճիշտ ես ասել, չես նշել ուղղակի, որ ես քո նաեւ քո մարզիչն եմ։ Ամենակարևորը իմ համար։ Այս թվում է հանդիսատեսի նաեւ հետաքրքիր կլինի, որ հասկանա, որ զրույցը գնում է այն ֆորմատով, որ նաև նստած է աշակերտ եւ մարզիչ։ Վերջերս շատ է խոսվում ու նաև իմ նախորդ հյուրերն էին խոսում, որ սպորտով զբաղվելը օգնում է իրենց բարձրացնել իրենց պրոդուկտիվությունը, արդյունավետությունը, այսինքն ավելի քիչ ժամանակում կարողանում են ավելի շատ գործ անել։ Հիմա ուզում եմ քեզ խնդրել, որպեսզի բացատրես, թե ինչպես է սպորտը մեզ օգնում դառնալ ավելի պրոդուկտիվ։ Ոնց է այս երևույթը տեղի ունենում։ Տեսեք, միշտ խոսում եմ սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի մասին։ Ուզում եմ առանձնացնենք սպորտը եւ ֆիզիկական կուլտուրան, բայց եւ սպորտը եւ ֆիզիկական կուլտուրան օգնում են բարձրացնել պրոդուկտիվությունը։ Ասեմ, որ ֆիզիկական կուլտուրան դա ընդհանուր ապրելակերպն է, որը ուղղված է մարդու առողջությունը բարելավելուն, ֆիզիկական որակները բարձրացնելուն։ Այսինքն, պարզ լեզվով ասած, ֆիզիկական կուլտուրան ակտիվ կյանք վարելն է եւ ուժեղ ֆիզիկական տվյալներ ունենալն է, ուժեղ, դիմացկուն, առողջ։ Սպորտը արդեն բարձր նվաճումների սպորտը կամ սպորտ ինքն իրենով հենց կոնկրետ տվյալ մարզաձևում բարձր արդյունքների հասնելու ոնց որ թարգետն է, այսինքն դու դնում ես նպատակ հաղթես, չգիտեմ, քաղաքի մրցումները կամ պետության մրցումները, հետո Եվրոպա, աշխարհ կամ Ազիա, չգիտեմ, ավելի բարձր եւ ավելի բարձր։ Ֆիզիկական կուլտուրայից երևի ավելի շատ խոսենք, կամ առաջի մասը ֆիզիկական կուլտուրայից խոսենք, որովհետեւ պրոդուկտիվությունը առօրյայում ինձ թվում է դու ավելի լավ կասես, քանի որ դու մարզվող ես, դու մարզում ես, այ օրինակ դու, ես գիտեմ, անալիտիկայով ես զբաղվում, եթե չեմ սխալվում։ Ճիշտ ես։ Եվ արդեն մոտավորապես մոտ կես տարի մարզվում ենք իրար հետ։ Եվ քո վրա դա ոնց անդրադարձել։ Այն որ միանշանակ ես զգում եմ սպորտի օգնությունը ինձ ավելի պրոդուկտիվ դառնալու հարցում, դա իհարկե այդպես է, ուղղակի ես ինձ թվում է մի քիչ միջինից ավելի շեղված օրինակ եմ ու շատ հաճախ մարդիկ որ ինձ լսում են, ես երբեմն պատմում եմ, որ այնքան եմ խոսել այս թեմայի մասին, արդեն զանզրացնում եմ մարդկանց, ինձ երբ տեսնում են կամ պատկերացնում են ինչ-որ սպորտային ինչ-որ բան անել կամ առողջ ապրելակերպից խոսելուց, դրա համար ավելի ընդհանրական եմ էլի ուզում խոսենք այս թեմայով ու միգուցե այն ինչ ինձ է օգնել օգնի մնացածին կամ հակառակը ինչ որ մի բան լինի որ ուրիշին է օգնել ես սկսեմ զբաղվել դրանով եւ դա ինձ ընդհանրապես օգուտ չի տա։ Հասկացա, շատ ժամանակ չենք խոսում ինչ որ նույն բանից, որովհետեւ թվում է թե եթե որ մի 3-4-5 անգամ այդ նույնը ասել ես արդեն ոնց որ ես համալսարանում որ դասախոսում էի 4 դասաժամ ունեի իրար հետևից ու նույն թեման էր ու ինչը որ առաջի դասի ընթացքում խոսել եմ ինձ թվում էր դե լավ այդ նույնը ասելու եմ բայց լրիվ ուրիշ լսարան է էլի տարբեր այդ մարդիկ նստած դեռ դա չեն լսում։
Ինչպես է բարձրացնում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրան պրոդուկտիվությունը։ Մի հատ էստեղ ընդհատեմ, տեսնեմ եզրահանգումը առաջին ասածիցը ճիշտ եմ արել թե չէ։ Այսինքն ցանկալի է, որ բոլոր մարդիկ առհասարակ զբաղվեն որոշակի մակարդակի ֆիզիկական կուլտուրայով, բայց պարտադիր չի, որ բոլորը զբաղվեն ավելի լուրջ սպորտով։ Իհարկե։ Այսինքն ֆիզիկական կուլտուրան բավարար է ինչ որ սպորտային ակտիվություն պահպանելու։ Այո, շատ ճիշտ եք նշում, Հայկո ջան։ Չգիտեմ ինչի դուք է անցա, օֆիցիալ մի տեսակ հաստանով կարա զալում պահանջես, ասես սրանից հետո դուքով, այն որ ինչի է դուքով խոսում հետես։ Նայ, սպորտը ինքը մասնագիտություն է կարելի ասել։ Այսինքն պարտադիր չի, բոլորը սպորտի մասնագետ, չգիտեմ, բոլորը ֆուտբոլիստ լինեն կամ բոլորը ծանր ատլետ լինեն կամ չգիտեմ, բոլորը բռնցքամարտիկ լինեն։ Ոչ, դա ուղղակի կարա լինի հոբի, բայց հոբին արդեն նույնպես նորից ֆիզիկական կուլտուրայի ֆորմատով։ Սպորտը դա մասնագիտություն է, կամ եթե ինչ-որ մեկը զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով եւ ունի ուրիշ մասնագիտություն, կարելի է ասել ինքը ունի երկու մասնագիտություն։ Սպորտսմեն է եւ ինչ-որ տվյալ ուրիշ մասնագիտության տեր։ Անցնենք ֆիզիկական կուլտուրայի։ Այո, ֆիզիկական կուլտուրայով պետք է զբաղվեն բոլորը։ Ֆիզիկական կուլտուրան իր մեջ ներառում է, ես վերցնենք առողջ ապրելակերպը իր մեջ ներառում է ճիշտ սնունդ, ճիշտ սննդակարգ, հանգիստ եւ ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Հանգիստն էլ կխնդրեմ բացեցել, որտեղ հանգիստ ասելով տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում։ Ինչ նկատի ունենք հանգիստ ասելով։ Հանգստի տարբեր տեսակներ կան, կա ակտիվ հանգիստ, կա պասիվ հանգիստ։ Պասիվ հանգիստը մենք առանձնացնում ենք քունը, որը շատ կարևոր է, եւ շատ կարևոր է, որ քունը լինի ճիշտ ժամից, այսինքն երեկոյան 10-ից հետո մինչև 12-ը այն ժամանակահատվածն է, որ պետք է արդեն քնած լինես։ Եվ ամբողջությամբ վերականգնվելու համար միջինում պետք է 8 ժամ։ Այսինքն sense կլասիկ մի տարբերակ վերցնենք 12-ից մինչև 8-ը մարդ պետք է քնի կամ 11-ից 7-ը։ Ինչով է դա պայմանավորված, քանի որ այդ ժամերին արտադրվում են այն հորմոնները, որոնք որ մաքսիմալ շատ նպաստում են մարդու վերականգնվելու process-ին։ Ես փորձեմ շատ փակագծեր չբացեմ, բայց երևի օքեյ է, աճի հորմոնն է արտադրվում այդ բանին, հա։ Ինչքան մանրամասն ասես, հա, այդքան ավելի։ Հա, որովհետև ես մի տեսակ սովոր եմ պարզացնեմ, որ մարդկանց համար ընկալելի լինի։ Այդ ժամին արտադրվում է մարդու աճի հորմոնը, դրա համար երեխեքին ասում են, երեխին քնելով է մեծանում, երեխին չեն ասում, երեխին քնելով է մեծանում, դրա մեջ ճշմարտություն կա իրականում, դրա համար է երեխեն ուտում քնում, կամ որովհետև քնած ժամանակ աճի հորմոնը շատ է արտադրվում։ Ու երբ որ մենք զգում ենք երեկոյան այսպես է որ sense պայտակ, sense սկսում է անջատել, դա նշանակում է աճի հորմոնը սկսում է արտադրվել։ Աճի հորմոնը ունի շատ ուժեղ վերականգնող էֆեկտ օրգանիզմի համար, շատ ուժեղ անաբոլիկ էֆեկտ, ռեգեներացիոն էֆեկտ, ամբողջությամբ հյուսվածքները վերականգնում է եւ արագացնում է նյութափոխանակությունը։ Եթե մենք բաց ենք թողնում այդ ժամանակահատվածը, աճի հորմոնը իր բնականon հունով չի արտադրվում։ Եվ ստացվում է մենք քնել ենք, բայց մեր հորմոնալ այդ process-ները խախտվել են։ Հա 1 օր, 2 օր, 3 օր, օքեյ, օրգանիզմը փորձում է կարգավորել, բայց երբ որ դա արդեն կրում է մշտական բնույթ, ստաբիլ բնույթ, այստեղ արդեն խնդիր է։ Այստեղ օրգանիզմը սկսում է շուտ ծերանալ։ Սկսում է նյութափոխանակության process-ները դանդաղել։ Նյութափոխանակությունը, ասեմ, ինչ է, որովհետև մարդիկ շատ ժամանակ խառնում են նյութափոխանակությունը։ Ես որպես մարդ, որ ասում եմ ու հասկանում եմ դիմացինի մոտ ինչ հարց է առաջանալու, հա։ Շատ ժամանակ նյութափոխանակությունը խառնում են աղեստամոքսային տրակտի հետ։ Աղեստամոքսային տրակտը նյութափոխանակության ինչ որ մի մասնիկ է։ Իսկ նյութափոխանակությունը ամբողջ օրգանիզմի կենսագործունեությունն է։ Բջիջի այդ նոր վերարտադրումը, ընդհանրապես էներգիայի արտադրությունը օրգանիզմում, անաբոլիկ process-ները, այդ ամենը երբ որ լավ է ընթանում, արագ է ընթանում, մենք ասում ենք նյութափոխանակությունը արագ է ընթանում։ Երբ որ դանդաղ է ընթանում, ասում ենք նյութափոխանակությունը դանդաղում է։ Այսինքն այս պահի վրա ֆիքսենք, որ նյութափոխանակությունը արագացնելով մենք բարձրացնում ենք մեր կենսագործունեությունը, մենք բարձրացնում ենք մեր պրոդուկտիվությունը։ Այս պահին պրոդուկտիվության մասին էր, քանի որ հարցը։ Դա մեկ։ Դա մենք խոսացինք հանգստի մասին։ Ակտիվ հանգիստը կարող է լինել, չգիտեմ, ծովային հանգիստ, լողալ, զբաղվել ձեր սիրած, չգիտեմ, ինչ որ խաղերով, հա։ Ինքը կարա լինի օրինակի համար տես
մի կողմից ինքը էլի ֆիզիկական ծանրաբեռնվածություն է, բայց ստեղ մենք բեռնաթափում ենք մեր նյարդային համակարգը։ Երբ որ դու օրինակի համար ծանրաբեռնված ես ինչ-որ մտավոր աշխատանքով, շատ ուժեղ վերականգնող հատկություն ունի ակտիվ հանգիստը, քանի որ օրգանիզմը ծայրահեղ ոնց որ անտագոնիստ գործողություն է իր համար, եւ ինքը ամբողջությամբ փոխում է եւ բեռնաթափում է քո թե հոգեվիճակը, թե նյարդային համակարգը, որը որ զբաղված էր մյուս ծանրաբեռնված մյուս գործով։ Որպես այդ ակտիվ հանգիստ հենց մարզվելը կարող է ծառայել, որտեղ այդ նույն process-ը ինձ մոտ տեղի ունենում, երբ որ ես մարզվում եմ։ Նա հիմա անդրադառնանք հենց մարզմանը, որտեվ իրականում այդ ակտիվ խաղերն էլ ինքը իր հերթին նաև մարզում է։ Քո մարզումը մի քիչ ավելի հանգստից մի քիչ ավելի դուրս է։ Ստեղ մենք կարող ենք ասել, որ դու ունես ֆիզիկական ծանրաբեռնվածություն, քոնը ոչ թե ակտիվ երևի փիլիսոփայորեն որ մոտենան կարող ենք ասել ակտիվ հանգիստ է, բայց մենք այդ ակտիվ հանգստի մասին չէր խոսքը։ Այստեղ քո մոտ ֆիզիկական ծանրաբեռնվածություն կա, որը որ իր հերթին քեզ տալիս է երջանկության հորմոններ, որը ապացուցված է։ Տալիս է դու դնում ես քո հանդեպ ինչ-որ նպատակ, մոտիվացվում ես այդ նպատակով, գնում ես առաջ։ Երբ որ դու մոտիվացվում ես ինչ-որ նպատակով, քո մոտ արտադրվում է դոֆամին։ Դոֆամինը բոլորը գիտեն երջանկության հորմոն է, այսինքն քո մոտ արտադրվում է դոֆամին, դու ձգտում ես, դու ունես նպատակ, դու զարթնում ես, վա, այսօր պետքա գնամ, տեսնեմ կստացվի ինձ մոտ, թե չի ստացվի։ Գնում ես դեպի դրան, քո մոտ արտադրվում է դոֆամին։ Եթե անում ես եւ քո մոտ ստացվում է, քո մոտ արտադրվում է սերոտոնին, քո մոտ արտադրվում է էնդորֆիններ, այսինքն դու զգում ես, որ դու բավարարված ես։ Այն հորմոններն են, որոնք որ մեզ տալիս են բավարարվածության զգացողություն, նույնպես երջանկության հորմոններն են։ Մի դեպքում դոֆամինն է, ինքը ոչ թե բավարարված, ինքը գործելու, մոտիվացվելու մղում է տալիս, ես գնամ ես անեմ։ Անում վերջացնում ես, երբ որ վերջացնում ես, տրամաբանական է, նորից դոֆամինը էլ պետքա չաշխատի, ինքը իր գործը արել է։ Բայց ոնց անի, որ դու ստոպ տաս, որ գործը վերջացել է։ Քո մոտ արտադրվում է այն հորմոնը, որ այս ինչ լավ է, ես հասա իմ նպատակին, ես չեմպիոն եմ, ես ուժեղ եմ։ Եվ ոնց է այդ process-ը բարձրացնում պրոդուկտիվությունը, երբ որ դու զգում ես դա, որ դու կարողանում ես հաղթահարել դժվարությունները, դու հասկանում ես, որ այդ դժվարությունները դու ոչ թե հաղթահարում ես մեն մարզասրահում, այլ այդ նույն սկզբունքով քո կյանքում այդ դժվարությունները հաղթահարում ես եւ իրականում այդ հենց տենց էլ աշխատում է ցանկացած որովհետեւ սպորտը ինքը հեշտ չի ինքը շատ դժվար է սպորտը եւ թեկուզ իրողական ֆիզիկական կուլտուրան երբ որ դու դնում ես ծանր նպատակ ինքը դժվար է ինքը քրտնաջան աշխատանք է պահանջում դու չես կարող գաս ու անես հա մի օր երկու օր առաջի մի քանի օր ինչ որ բան անում ես հետո երբ որ դու դնում ես քեզ սանդղակը բարձրացնում սանդղակը չէ այսինքն նշաձողը բարձրացնում ես իրան հասնելու համար քեզ պետքա ժամանակ ու ճիշտ քայլեր, որովհետև այդ ժամանակի մեջ դու եթե ճիշտ չես անում քայլերը, հաղթելու փոխարեն կարող է պարտվես։ Բայց սպորտը նաև դաստիարակում որ երբ որ դու պարտվում ես, նորից պետքա բարձրանաս, հետ իջնես ու գնաս նորից դեպի հաղթանակ։ Եթե չի ստացում, նորից ես հետ իջնում, գնում դեպի հաղթանակ։ 2 անգամ, 3 անգամ, 10 անգամ, 11-րդ անգամը դու հասնում ես քո հաղթանակին ու հասկանում ես, որ անհնարին բան չկա։ Այ հենց այդ պահի մասին եմ ուզում խոսենք։ Երևի պարտվելուց հետո ինչ որ դաս քաղում ենք, մեր սխալների վրա սկսում ենք աշխատել ու նորից ինչ որ մի ձև սկսում ենք։ Հաղթելուց հետո ոնց ենք սկսում, որտեվ այդ պահին մենք հասանք մեր նպատակին, ես էինք որոշել, վերջացրեցինք։ Հիմա ոնց նորից սկսենք էլի կամ հաճախալ լինում որ այս պահին ուզում ենք ուղղակի փոխենք ուղղությունը արդեն ուրիշ բանով զբաղվենք կամ զգացողությունը իրականում կարա լինի ուղղությունը փոխես ուրիշ բանով զբաղվես քանի որ այս քո համար էլ հետաքրքիր չի եւ քո հաղթելը այստեղ դեռ սահմանափակում էր այս շրջանակով բայց դա շատ հազվադեպ մարդիկ են երթադրենք իրենց համար դրել են ինչ որ մի նշաձող միշտ երբ որ դու հասնում ես այդ նշաձողին դեռ չհասած այդ նշաձողին Երբ որ դու տեսնում ես, որ այդ նշաձողին հասնելը ռեալ է, քո մտքի մեջ արդեն այդ նշաձողից 2 նշաձող ավել նոր նշաձող է առաջանում։ Դու դեռ հասնում ես այս նշաձողին, ստանում ես վստահություն, որ դու կարողացար, այն մյուս նշաձողը այդ մեկից շատ ավելի բարձր է լինում։
աստիճանաբար բարձրանում ես։ Բայց երբ որ դու դրանից հետո էլ չես տեսնում ինչ որ նոր նշաձող, կարող ես փոխել ինչ որ մի ուրիշ ուղղություն, այսինքն չգիտեմ, եթե մարզաձևից ենք խոսում, եթե դու հաղթել ես այս մի մարզաձևում եւ տեսնում ես ինչ որ մի նոր հետաքրքիր մարզաձև, ես ընկեր ունեմ, օրինակ մեր Սարգիս Ստեփանյան, Հաշվանդամային սպորտի ֆեդերացիայի հիշեցի ակամա, ուղղակի գիտեմ, որ ինքը քանի երրորդ մարզաձևն է փոխում, որտեղ ասենք երկրորդ բասկամարտում բոլոր տիտղոսները նվաճել է, արդեն հիմա փորձում է օլիմպիական գնդի հրումն է օրինակի համար փորձում, որ ու նշաձող է բարձրացում, կապ չունի դու մարզաձև ես փոխում, թե ինչ որ ոլորտ ես փոխում, դու գնում ես առաջ։ Կարևորը դու գնաս առաջ։ Երբ որ դու գնում ես առաջ, եւ քո մոտ դա ստացվում է, դու երջանիկ ես, դու մոտիվացված ես եւ քո կյանքում բոլոր ոլորտներում ամեն ինչը դիտարկում ես այդ նույն ձև։ Իհարկե, այդ որ դու գնում ես առաջ, շատ դժվար է ստացվում գնալ առաջ, բայց հենց ամբողջ ճանապարհը նաեւ դրա մեջ է հետաքրքիր, որ դու գիտես, որ դու անելու ես, այդ չի ստացվում, բայց դու գիտես։ Պետք է չհանձնես, նաեւ սպորտը առաջին ինչ քեզ նաեւ սովորացնում է չհանձնվես։ Իրականում այդ բոլոր ոլորտները, որ նշեցիր, հենց դրա մասին ես էի ուզում խոսայի։ Հա, իմ ուսմանամ մի քիչ խոսես։ Չէ, իմ մոտ էլ էս թեման այնքան շատ է, որ ինձ անդադ ուզում եմ ինչ-որ տարբեր բաներից խոսամ։ Ինձ մոտ էլ օրինակ, ես որ հիշում եմ իմ կյանքը փոխող ոնց որ ամենակարևոր որոշումները որ կայացրել եմ, դրանք եղել են մի 2-3 հատ, կայացրել եմ հենց այն ժամանակ, երբ որ ես այդ պահին եղել եմ իմ սպորտային ակտիվության այն ամենաթոփ փուլերում, էլի, որ sense ինք ամենամոտիվացված վիճակում եմ եղել, պարապմունքներս միշտ sense շատ լավ են եղել, արդյունքների շատ գոհ եմ եղել, ու հենց այդ ժամանակ, երբ որ իմ կյանքը ամենածանրաբեռնվածն էր, ես միշտ որոշել եմ, բա մի հատ էլ նոր բան չավելացնենք։ Շատ պարադոքսալ է, որ իրոք ամենածանրաբեռնված ժամանակն է, երբ որ ուղղակի ամեն ինչ այնքան լավ է, որ դու հասցնում ես, ես էլ կհասցնեմ, այն էլ կհասցնեմ, բայց այն փուլերում, երբ որ ես ուղղակի գնացել եմ գործի, հետո գործից գնացել եմ տուն, ու նույնիսկ սպորտ էլ չի եղել, ես ոչ մի բան, ինչ որ լրացուցիչ անելու ցանկություն ինձ մոտ չի եղել, ես ուղղակի կգնամ գործի, կգնամ տուն, կքնեմ, հաջորդ օրը կարթնանամ, նորից նույնը կկրկնեմ։ Շատ հետաքրքիր է, դա գիտես ոնց է աշխատում։ Պատկերացրու դու օգտագործել ես իմ ինչ-որ մի թմրամիջոց, չգիտեմ, չնայած ոչ մեկս չենք օգտագործել, տենց չենք կարող, ինչ-որ մի դեղամիջոց ենթադրենք քնաբեր, որը երևի տենց հաճա կամ ցավազրկող։ Երբ որ քո ատամն է ցավում, դու խոմ ես ատամի ցավազրկող, ինքը երբ որ ոտքը տա ցավում, ձեռքը տա ցավում, դրա այդ զուգահեռ ամբողջն է անցնում։ Դու ատամիդ համար ես խմել ցավազրկող, ատամի ցավը անցնում, բայց բռնացած ցավերն էլ է դրա հետ անցնում։ Նույն ձև ստեղ է աշխատում, այսինքն երբ որ դու միտեղ ունես դոֆամին, միտեղ մոտիվացված ես, քո ուղեղը շատ չի էլ հասկանում դու որտեղ ես մոտիվացված, ինքը քեզ որպես քեզ է ընդունում, քեզ մի ամբողջություն է ընդունում մոտիվացված։ Ինքը արտադրում է այդ դոֆամինը ամբողջությամբ դու, նայես չի, միտեղ քո աշխատանքի ուղղությամբ դու քո մոտ կորտիզոլ է արտադրված, դա հակառակն է, հա, ստրեսի հորմոնն է։ Իսկ սպորտում քո մոտ դոֆամինը զուգահեռ իրանք արտադրվել են, ու սենց երբ որ դու ստեղ ես, չէ, երբ որ քո մոտ դոֆամինը արտադրված, դու քո աշխատանքի մեջ նույնպես մոտիվացված ես, անում ես։ Եվ հակառակը, երբ որ դու շատ ստրեսի մեջ ես ու չես կարող մեկ պետքա չթողես մյուսը հաղթի, պետքա չթողես ստրեսը հաղթի։ Հա, պետքա սպորտը, ֆիզիկական կուլտուրան ստրեսը հաղթահարելու լավագույն միջոցն է երևի, տենց խիզախություն կունենամ ասեմ, որտեղ իմ իմացած տարբերակը դա է ու աշխատում է։ Ես ամբողջությամբ համաձայն եմ, ինքս իմ վրա մի քանի անգամ փորձել եմ, բայց հիմա հետ գանք մի հատ նորից ֆիզիկական կուլտուրային, սպորտում ավելի պատկերավոր էր ամեն ինչ, պետք է այսքան քաշ բարձրացնենք, բարձրացնենք, ունենք հստակ նպատակ։ Հիմա երբ որ ուղղակի ասում ենք պետք է ֆիզիկական կուլտուրայով զբաղվել, այստեղ նպատակները մի քիչ ավելի մշուշոտ են, հա, այսպես ասեմ, երբեմն չունենք կոնկրետ նպատակ, էլի, օրինակ քաշի խնդիր չունենք, ոչ ուզում ենք ավելացնել, ոչ ուզում ենք պակասեցնել, այլ ոնց անձնական քաշի մասին անձնական քաշի մասին է հա խոսքը։ Եթե ունենք օրինակ այսքան քաշ գցելու նպատակ, այդ էլի ինչ որ միտեղ տրամաբանական է, հա, կգանք, կհասնենք մեր նպատակին, էլի կստանանք այդ հորմոնները, որ նշեցիր, կուրախանանք, բայց եթե չունենք հստակ նպատակ, այլ ուղղակի մարզվում ենք մեր այդ ֆիզիկական ակտիվությունը ուղղակի պահելու համար, առողջ լինելու համար, հա։ Այս
դեպքում մի քիչ դժվար է, չէ՞, մարդկանց համոզելու, ինձ թվում է մարզիչների համար ամենա challenging մասն է, որ պահենք մոտիվացիաների մոտիվացիան, հա, որովհետև մոտիվացիան մի օր կամ երկու օր է էլի աշխատում։ Երրորդ օրը իրենք ուղղակի չեն ուզի գան մարզասրահ կամ չգիտեմ ոնց է այս պահը օրինակ փորձեմ իմ փորձով կիսվել, հա։ Կան մարդիկ, ովքեր օրինակի համար մոտիվացվում են առողջ լինելով, գեղեցիկ լինելով։ Իրոք կան նման մարդիկ, ովքեր տենց գիտակցաբար մոտենում են այդ ամեն ինչին եւ ասում են, չէ, այն փաստը, որ ես երկար եմ մնալու երիտասարդ, որ ես գեղեցիկ եմ լինելու, գեղեցիկ կազմվածք եմ ունենալու, դա ինձ մոտիվացնում է, ես ամեն օր գալ եմ։ Բայց նման մարդիկ քիչ են։ Օրինակ ինչպես եւ ես։ Ես պետք է դնեմ նպատակ, ես միշտ մարզվել եմ, ունեցել եմ նպատակ, պատրաստվեմ, չգիտեմ, այս մրցումներին աշխարհ, Եվրոպա, այս միշտ դրել եմ մրցում, ուրիշ հարցա որ չեմ մասնակցել, չի ստացվել ինչ-ինչ պայմաններ, բայց միշտ իմ առաջ նպատակը ա եղել մոտակա մրցումներին մասնակցելը։ Հիմա ինչ ենք անում, եթե մարդը գիտակցաբար, որտեվ դա կոպիտ ասած մարզիչի, մանկավարժի աշխատանքն է, հա, սենց, որտեվ մարզչը մանկավարժակա բանով դիտարկեն, որտեվ մարզիչին իրենով նաև որ սովորում ես որպես մարզիչ, դու մարզիչ եւ մանկավարժի որակավորում ես ստանում։ Եվ մարդիկ տարբեր են։ Ինչը մոտիվացնում է մեկին, ինչի մոտիվացնում մյուսին։ Եվ այդ մի քանի մարզման ընթացքում կամ ինչ որ մի փոքր պերիոդի ընթացքում մարզիչի խնդիրը նա է, որ ինքը ի հայտ բերի այն գործոնները, որոնք որ մոտիվացնում են տվյալ աշակերտին, տվյալ մարզվողին։ Սպորտը շատ նման է խաղամոլությանը, շատ։ Ինքը նույն մեխանիզմներն է աշխատում։ Այսինքն դա նորմալ է, շատ մարդկանց մոտ կա այդ ազարտը։ Ուղղակի մեկը հասկանում է, որ ենթադրենք խաղամոլությունը լավ բան չի, ինքը չի տրվում դրան, չոր ուրիշ բանով է զբաղվում, բայց իր բնույթը, ասենք, ինքը ազարտն է մարդը։ Մյուս օրինակ այդ նույն ազարտը ուղղում է սպորտի մեջ եւ մենք տեսնում ենք չեմպիոններ, այդ մարդը եթե նստեր, չգիտեմ, կարտ խաղար, ինքը խաղացող էր լինի։ Դա ազարտն է։ Ուղղակի սպորտում ինձ թվում է ֆիզիկական կուլտուրայում մի քիչ ավելի ուշ է հասնում այդ փուլը, որ դու սկսում ես արդեն հաճույք ստանալ այդ process-ից։ Նայեք, մենք խոսում ենք մեծերից, չէ՞, օրինակ երեխաների մոտ, շատ նման երևույթները հանդիպում են երեխաների մոտ։ Երբ օրինակ երեխեք են գալիս են պարապելու, ինքը դեռ չի հասունացել այնքան, որ հասկանա, որ ինքը առողջության համար է մարզվելու, ինքը հասկանում է, բայց ինքը իր մեջից իրան դա հետաքրքիր չի։ Օրինակ ունի ավելորդ քաշ, այդ ամեն ինչը իր համար խնդիր է։ Բայց դու իր հետ խոսում ես, ինքը դեռ իր վրա չի զգացել, որ դա խնդիր է։ Ու փորձում ես հասկանալ, օրինակ այդ մարդը ինչ հետաքրքրություն ունի։ Չգիտեմ, դասարանում, միգուցե ինչ-որ մի աղջիկ հավանել, փորձում ես հասկանալ այն կետը ու բերես կապես այս կետի հետ, որտեվ իրոք կապվում է, դա ձևականություն չի, ցանկացած կետ, ֆիզիկական կուլտուրայի հետ, առողջ ապրելակերպի հետ, ցանկացած կյանքի քո նպատակ կամ չգիտեմ ոլորտ կապվում է։ Ուղղակի մարդիկ դա չեն տեսնում։ Օրինակ երեխաներին ուղղություն ասում ես, բայց գիտես, որ այս քո հարցերը օրինակի համար կլուծվի։ Որ ստեղ լիքը անձի, օրինակ դեռահաս տարիքում անձի ձևավորման խնդիր կա, որը որ սպորտի միջոցով նաև իդեալական տարբերակ է, թե դիսցիպլինան, թե կամային հատկությունները եւ մոտիվացիան կարողանում ես այստեղ առաջացնել, հասկանալով իր առօրյան ինչի հետ է կախված։ Իր դասարանում, չգիտեմ։ Կորելացիա կա այն ծնողների առողջ ապրելակերպով զբաղվելու ու երեխաների առողջ ապրելակերպով զբաղվելու, ֆիթնեսով զբաղվելու հետ, այսինքն եթե ծնողները զբաղվում են, շատ ավելի հավանական է, որ իրենց երեխան էլ տեսնելով կկրկնօրինակի ինքն էլ կցանկանա որևէ սպորտով զբաղվի։ Եթե չեն զբաղվում, այստեղ գործը շատ ավելի դժվարանում է, էլի։ Այսինքն եթե երեխան չի տեսել այդ իր ընտանիքում, իր կենսակերպում դա չի եղել, մի քիչ ավելի դժվար կլինի իր հետ օրինակ աշխատել այս առումով։ Իրականում, հա, իհարկե, ճիշտ ես ասում, որտեղ երեխան կրկնում է իր ծնողին։ Անկամ ոչ առողջ ընտանիքում, եթե ենթադրվում է, որ ինքը ատում է իր ծնողին, մենք էլ տեսնում ենք տարիներ հետո ինքը կրկնում է ծնողի վարքագիծը։ Եվ առողջ ընտանիքում, երբ որ երեխան սիրում է իր ծնողին, ինքը հենց այդ փոքրուց է սկսում կրկնել ծնողի վարքագիծը, օրինակ ոնց որ իմ
երեխեքը, ասենք փոճուրս այդտենց հետևիցս կրկնում է ու չգիտեմ, հեսա նայելու ասի չեմ կրկնում, պապա ինչ ես հավայ բաներ խոսում։ Ու ստեղ դու պարտավորված ես, նենց վարքագիծ դրսևորես, որ ոնց որ կուզեիր, որ լիներ քո երեխայի մոտ։ Իսկ շատ ժամանակ ծնողները չեն անում դա։ Շատ ժամանակ, ասենք, հայրը նստած սիգարետը ծխում, ասում, այ տղա, գիտես ինչ վատ բան է։ Ես անում եմ, բայց դու տենց բան չանես։ Էդի շատ վատ է ինձ համար։ Բայց դու տենց բան չանես։ Երեխան նայում է, ասում դե պրինցիպի բան որ վատ լիներ, չէ իրանի, չէ, դու անում ես, սենց լավ մարդ ես դարձել, ինքը իրան նայում, ես էլ եմ ուզում տենց։ Դրա համար ընտանիքից է գալիս, իհարկե ամեն ինչ ընտանիքից է գալիս, ամեն էդի ըստ Ֆրեյդի էլի վերադարձանք Ֆրեյդին, արդեն ամեն ինչ գալիս է մանկությունից, մանկությունը դա ընտանիքն է, ոնց է եղել ընդհանրապես փոխհարաբերությունները ընտանիքում եւ ծնողների վարքագիծը ինչ ձևա դրսևորում։ Դրա համար էլ հասել ենք այս վատ վիճակագրությանը իրականում, այս վերջերս ուսումնասիրում էի ու իրոք վախենալու վիճակագրություններ, որ աշխարհի բնակչության adult-ների 37%-ը ունի ավելորդ քաշ։ Հայաստանում իհարկե այս թիվը ավելի շատ է։ Կարող է մի քիչ հին թվի տվյալ ես ասեմ, որտեվ ավելի նոր վերլուծություն չկար, բայց մոտավոր 47% ուներ ավելորդ քաշ, 20%-ը գերծանր էր ու մի հատ ավելի վատն էլ կար, որ դեռահասների 80%-ը ընդհանրապես չի համապատասխանում այդ միջազգային չափանիշներին մինիմալ ֆիզիկական ակտիվության։ BMI-ը, հա, ֆիզիկական ակտիվության, այսինքն 47% գումարը 47, ճիշտ ասեցի։ 47%-ը ավելորդ քաշ ավելորդ քաշ, գումարը 47-ից 20-ը, հա, այդ 15%-ը, հա, գերծանր էր։ Այսինքն ուներ ճարպակալում, գերծանր արդեն ուներ ինչ-որ որևէ աստիճանի ճարպակալում։ Ու սրա արդյունքում էլ Հայաստանում գրանցված մահերի 93%-ը 93%-ի պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են։ Այսինքն դրանք կարող են լինել ինֆարկտ, չգիտեմ, քաղցկեղ եւ այլն, որոնք իմ կարծիքով, այստեղ ուզում եմ քո կարծիքը էլի լսել, որտեվ իմը շատ սուբյեկտիվ է, ես դրա մասնագետը չեմ։ Արդյոք քո կարծիքով, եթե այս մարդիկ վարեն օրինակ առողջ ապրելակերպ, այդ հնարավոր է ինչ-որ մի ձև լավացնել, էլ ես դատան զբաղվեմ ֆիզիկական կուլտուրայով, սնվեն առողջ։ Ինչքանով այս ամեն ինչը իրար հետ կախված ու ինչի մարդիկ չեն հավատում դրան։ Մենք խոսում ենք ամբողջ բնակչության մասին, թե ամբողջ բնակչության, եթե վերցնենք աշխարհի մասշտաբով 30%, չէ, Հայաստանի ամբողջ բնակչությանը, չէ, էլի այդ adult-ների, դա 18-ից 60 տարեկան հիմնականում սահմանն է, 18+։ Այսինքն մենք չենք էլ հաշվում դեռ մինչև 18-ը, որովհետև շատ դեռահասների մասին կար տվյալ, որ 80%-ը ուղղակի չէր համապատասխանում այդ ֆիզիկական ակտիվության սահմաններին։ Okay, լավ, այսինքն խոսենք, թե ինչն է այդ ամենի վատ ազդեցությունը։ Ստացվում է, որ մեզ մոտ բնակչության 50%-ը ունի ավելորդ քաշ։ Հա։ Ամեն երկրորդ, այսինքն, եթե ամեն երկրորդ։ Ինչ խնդիրներ դա կարող է ունենալ անձի համար եւ ինչ խնդիրներ կարող է ունենալ պետության համար, փորձենք sense հասկանանք։ Սա առողջապահական ոչ թե խնդիր է, այդ քանակը աղետ է։ Ես կասեի, որովհետեւ ավելորդ քաշը դառնում է պատճառ, ոչ թե կարող է դառնալ պատճառ, այլ շատ դեպքերում դառնում է պատճառ սրտանոթային լուրջ խնդիրների, որը իր հերթին արդեն սրտանոթային խնդիրները գիտեք, թե սրտի կաթված, թե ուղեղի կաթված կարող է առաջանալ նման խնդիրներից։ Խոլեստերինը բարձրանում է, վատ խոլեստերինը բարձրանում է, անոթները խցանվում են։ Կարող է լինել ճարպակալության ֆոնին շաքարային դիաբետ, թե առաջի, թե երկրորդ տիպի, երբ որ ենթաստամոքսային գեղձը ճարպակալում է եւ չկարողանում արտադրել բավական ինսուլին, շարքից դուրս է գալիս։ Երկրորդ տարբերակը երկրորդ տիպի շաքարային դիաբետն է, երբ բջիջը կորցնում է զգայունությունը ինսուլինի նկատմամբ, էլի ավելորդ ճարպի հետևանքով։ Ավելորդ ճարպը տղաների մոտ ճնշում է իրենց սեփական տեստոստերոնի արտադրությունը եւ իրենց սեփական տեստոստերոնը վերածում է էստրոգենի, վիսցերալ ճարպը, հա, ներօրգանային ճարպը։ Եվ ամբողջությամբ խառնում է հորմոնալ համակարգը։ Հորմոնալ համակարգը ինքնից մի
իդեալական, սենց ուղղված ժամացույցի պես համակարգա, որը մեկը մյուսին փող լրացնելով աշխատում է։ Երբ որ մենք շարքից դուրս ենք հանում, այդ ցեպոչկայից ինչ որ մի հատված, հա, սենց ասենք, ամբողջությամբ ինքը սենց խառնվում է։ Ու ստեղ այդ խնդիրը, որ դու ասացիր 50%-ի մոտ համարյա, հա, 50-48%-ի մոտ կա այդ խնդիրը ավելորդ քաշի, համոզված եմ, որ այդ 40%-ի ճնշող մեծամասնության մոտ լինելու են այդ խանգարումները։ Միգուցե որևէ մեկի մոտ դեռ չկա, իրենք դեռ արտահայտված չեն, դեռ փոքր տարիքում կան բան հավաց արտահայտված չեն, բայց մեծ տարիքում արտահայտվելու են։ Ես ունեցել եմ բազմաթիվ մարզվողներ, ովքեր այդտենց ավելորդ քաշով գալիս են, լյարդը ճարպակալած, ենթաստամոքսային գեղձը ճարպակալած, մարդկանց թվում է, գիտեք, ինչի նման է։ Ոնց որ բոլորը ծխում են, ասում են, ու բոլորը գիտեն, ծխելը առաջացնում է թոքի քաղցկեղ, չգիտեմ, կոկորդի քաղցկեղ, սիգարետների վրա գրած է, չգիտեմ, անպտղություն, ուղեղ սրտի կատված, ուղեղի կատված, ինչ ասես։ Բայց բոլորը ծխում են, որտեվ տեսնում են, դե նա կողքինը ծխում է, ինքը ողջ է։ Հետո մահանում է ինչ-որ մի ուրիշ բանից, ասում են, դե սիրտը լավ չէր, թե ինչի լավ չէր։ Դրա մասին չեն խոսում։ Դրա նման է ոնց որ ծխել, նայում են, դե այս մեկը գեր է, այն մեկը գեր է, այս մեկը ավելորդ քաշ ունի, ապրում են էլի մարդիկ։ Բայց ոչ մեկ իր խնդրի մասին հոգոտ չի խոսալու, հետ որ ասել է, ասաղ լավ, ամեն ինչ լավ, ամեն ինչ լավ է, բայց ամեն ինչ լավ չի եւ ինքն էլ չգիտի դեռ դրա մասին։ Ու հետո անհատական է, չէ՞, մեկի մոտ կարող է դեռ չի դրսևորվել կամ ուրիշ ձև է դրսևորվել, եթե ես այդ նույն խնդիրն ունենամ, ինձ մոտ լրիվ ուրիշ ձև կարող է դրսևորվել։ Այո, այսինքն մեկի իմունային աշխատանքը ուրիշ ձև է աշխատում, մյուսին ուրիշ ձև է աշխատում, բայց ինքն իրենով այդ երևույթը դեստրուկտիվ երևույթ է։ Այսինքն ինքը չի կարող մեկին օգտակար լինի, ասում են օրգանիզմները տարբեր է, կարող է ինձ օգտակար է, ոչ։ Կարող է դեռ քո օրգանիզմը դիմադրում է, պայքարում է դրա դեմ, այնքան ուժեղ է, որ կարողանում է պայքարել։ Մյուսինը չի կարողանում պայքարել, բայց ինքն իրենով այդ երևույթը, դեստրուկտիվ երևույթ է։ Սա անհատի համար, հա, ինչ խնդիր կարող առաջացնել անհատի մոտ։ Իսկ պետության համար ինչի է դա աղետը երբ առաջին, երբ որ պետության ինքը արդեն մտնում է սոցիալական բնույթի կոպիտ ասած աղետա, որ դառնում է համատարած, եթե ամեն երկրորդը ունի այդ խնդիրը, այստեղ մենք ունենում ենք խնդիր միգուցե ծնելիության հետ։ Ունենում ենք առողջապահական այդ խնդիրները ինստիտուցիոնալ լուծելու խնդիր, այդ սրտանոթային համակարգի, այդ հետազոտության, այդ ամեն ինչի։ Եվ ես որպես նախկին պայեստազոր, նախկին չասեմ, պայեստազորի զինվորական եւ ֆիզիկական կուլտուրայի մասնագետ, ասեմ, որ դա թույլատնում է պետության մարտունակությունը, քանի որ նվազեցնում է, եթե մենք վերցնում ենք 50%, այսինքն տղամարդկանց եւ կանանց էլ եթե վերցնենք 50%, նույն ձևով 50% տղամարդիկ են ունենալու այդ խնդիրը։ Իսկ 50% տղամարդիկ մեր պահեստազորն է, եթե այդ տեսանկյունից դիտարկենք, իսկ այդ երևույթները նվազեցնում են ֆիզիկական ունակությունները։ Իսկ ֆիզիկական պատրաստվածությունը մարտական պատրաստվածության անբաժանելի մասն է։ Ինքս թվում է ճիշտ էր, որ բարձրաձայնեցի, որովհետև դա պետության համար խնդիր է, սոցիալական բնույթի աղետ։ Գործառույթներ, ինչ որ նոր բաներ պետք է մտածել այս հարցը, ինչ որ մի ձև փորձել լուծելու համար։ Ես իմ կողմից կարողանում եմ ինչ-որ ֆորմատ ստեղծել, օրինակ խոսել սրա մասին, ու ընդհանրապես ես իմ շրջապատում էլ շատ եմ խոսում այս ամեն ինչի մասին, ինչքան էլ որ զզվացրել եմ արդեն, ես մեկա խոսելու եմ ու լավ կլինի ամեն մեկս մեր ձևով էլի փորձենք ինչով կարող ենք ոնց որ տարածել այս թեման, հետո կմտածենք թե ավելի բարձր լեվելներում ոնց կարելի է այս հարցը լուծել, բայց ամեն մեկը ոնց որ իրենից էլի պետք է սկսի այս փոփոխությունը։ Ամեն մեկը պետք է սկսի իրենից եւ իր կողքինին փորձի դարձի բերել, հա, սենց ասենք, ոնց որ աղանդներում արվում, հա, որ կողքիներին ասում, լսի դու պետքա գաս մեզ մոտ, հա, ես էլ միշտ ասում, այս էլ իմ աղանդն է, մեր մարզասրահը, սենց, հա, այդ մեխանիզմները իրականում տենց են աշխատում, բայց դե պետական մակարդակով ինչը պետք է արվի, պետք է ֆիզիկական կուլտուրայի դասընթացները, դասերը, հա, իհարկե, դասերին շատ ավելի շատ ուշադրություն դարձվի
եւ սպորտը massայականացվի եւ բոլորս ամեն մեկս իր հերթին սպորտի massայականացման եւ ֆիզիկական կուլտուրայի massայականացման, առողջ ապրելակերպի massայականացման ուղղությամբ տանենք աշխատանք, որը որ այս պահին կարծում եմ մենք ինչ որ չափով առնվազն փորձում ենք անել դա։ Գիտես ինչն է հետաքրքիր, որ երբ որ խնդիրը արդեն կա, մարդիկ գնում են բժշկի ու իրենց դեղ են նշանակում, ասում են արդեն ամբողջ կյանքի համար է, էլի, այս դեղը ամեն օր պետք է խմես, շատ հեշտ միանգամից հարմարվում են այդ մտքի հետ, որ իրենք ամբողջ կյանքում այս դեղը պետք է ընդունեն։ Բայց հենց ինձ օրինակ շատ են ասում, էլի, հիմա այսինքն ամբողջ կյանքում դու պետքա պարապես կամ ամբողջ կյանքում դու պետքա այս ուտելիքները ուտես, այս նույն ուտելիքները, նախ այդ ուտելիքները նույնը չեն, եթե առողջ ապրելակերպի մասին ենք խոսում, առողջ սննդի, դա չի նշանակում, որ դա հակառակը, դա շատ ավելի բազմազան է, քան ֆաստ ֆուդը օրինակ, որ ամեն օր, չգիտեմ, կարելի է ուղղակի այդ բուրգերները ուտել։ Ու այս միտքը ոնց որ իրենց հետ պահի առողջ ապրելակերպ սկսելուց, որ իրենք ամբողջ կյանքում պետք է անեն, մտածում են պետքա գան 1 ամիս, 2 ամիս մարզվեն, առողջ սնունդ ուտեն ու վերջ, իրենց բոլոր խնդիրները լուծեն ու հետո էլի հետ գնան շարունակեն իրենց նախկին կյանքով ապրել, բայց այս տենց չի աշխատում, էլի։ Առողջ կյանքով ապրելը նաև հաճելի է։ Միանշանակ։ Ես հասկանում եմ մարդկանց թվում է թե դա տհաճ է, բայց ինչ որ պերիոդ հետո մենք խոսեցինք այդ հորմոնների երջանկության հորմոններից։ Այդ երջանկության մենք խոսեցինք խաղամոլության մասին զուգահեռներ տանք։ Այդ երջանկության հորմոնները նույն ձև են։ Երբ որ դու ծխում ես, ստանում ես ինչ որ չափով երջանկության հորմոն, ինքը հենց տենց էլ աշխատում է, սերոտոնինը արտադրվում է, հաճելի է։ Այնտեղ դու նույնպես անում ես այդ գործողությունը, ստանում ես եւ ծխելու հələ դեպքում այդ անդրադառնանք, հա, ծխելու դեպքում ինքը դեստրուկտիվ է ոչ միայն նրա համար, որ ինքը շատ վնասակար է առողջությանը, խնդիրներ է առաջացնում, սրտանոթային թոքերի սրտի, չգիտեմ, այնտեղ հորմոնալ։ Նաեւ երբ որ դու ստանում ես երջանկության հորմոն կողմնակի, ինչ որ նյութ օգտագործելուց, տվյալ դեպքում նիկոտին ստանալուց, քո օրգանիզմը ընկալում է այդ հորմոնի արտադրությունը պետք է լինի այն ժամանակ, երբ որ դու ստանում ես այդ նյութը։ Ու երբ որ ինչ որ մի լավ բան է տեղի ունենում այդ մարդու կյանքում, որ պետքա դա արտադրվի, դա չի արտադրվում։ Որտեվ արդեն սովորա որ ուրիշ տեղից Հա, պետքա դա։ եւ այդ մարդը վերցնում մի հատ սիգարետ է վառում, այ հիմա լավ է։ Հա։ Եվ ուղղակի սիգարետը ուրիշ ոչ մի էֆեկտ չի տալիս։ Հա, չէ, ուղղակի սիգարետը օրինակ բերեց, ինչ եմ սիգարետը օրինակ բերում, որովհետեւ սիգարետը շատ են ծխողները եւ սիգարետի օրինակով մարդկանց համար ավելի հասանելի կլինի ընկալել այն ինչի հետ եմ ես զուգահեռ տանում, որտեւ շատ բաներ կան, տենց նույն սիգարետ, նույն շաքար ուտելը, նույն քաղցր ուտելը, այդ ինչ որ բան ալնով, այ գնամ հիմա մի հատ քաղցր բան ուտեմ, չգիտեմ, գթալով նուտելլա ուտեմ կամ Այդ հակառակի դեպքում ասովորաբար ստրեսի մեջ են լինում, մի հատ գնամ նուտելլա ուտեմ։ Դե դա էլ ալում ինչի է ստրեսի դեպքում, որովհետև ուղեղը ընկալում ասում է, ես որ դա ուտում եմ, ինձ մոտ արտադրվում են երջանկության հորմոնները, ես գնամ դա ուտեմ։ Ես ինչի հետ էի ուզում զուգահեռ տանել, այստեղ արտադրվեցին երջանկության հորմոնները ու վերջ անցան, այլ ոչ մի դրական էֆեկտ չստացանք, բայց մարզասրահում առնվազն մի քանի դրական էֆեկտներ ստանում են։ Մարզասրահում, հա, ես ոնց որ այս կողմը շարունակեցի, համ փոփոխություններ ես ունենում, համ դու խթանում ես այդ process-ը, այսինքն դա ոչ թե արհեստական ձևով է լինում։ Դու ընդհանրապես քո օրգանիզմում այդ հորմոնների արտադրության process-ը խթանում ես դրանով։ Այսինքն դու ուրիշ քո կյանքում ուրիշ գործողություն անելուց էլ ավելի շուտ արտադրվելու այդ հորմոնը, ավելի երջանիկ ես լինել, որովհետև մենք դրա մասին ամենասկզբում ենք խոսացել էլ, իսկ երբ որ դու անում ես այս գործողություն ալկոհոլի օգտագործում, օրինակ ծխախոտ, ալկոհոլն է, չէ, երկու կում անում ես, այ սաղ լավ է, ինչի է սաղ լավ, ինչի է սաղ լավ, դա է սպիրտը չի աշխատում սաղ լավ է, դա այդ հորմոնի արտադրությունն է, տալիս այս ինչ լավ է, չէ, ինքը օգնեց, որ այդ հորմոնը արտադրվի, բայց ալկոհոլը էլի արդ, ուղեղի բջիջ, այդ ամեն ինչը վերացնում է, ուղեղը սպանող, մեր առօրյայի մեջ օգտագործվող նույն մնացած թույների մասին չխոսենք, եկարանք նաև խոսենք օդի աղտոտվածության մասին, բայց ուղեղը սպանողը, առօրյայում ամենաշատ օգտագործվող, դա ալկոհոլն է, ուղեղի բջիջ, նյարդային բջիջներ սպանողները։ Ես չեմ կարող ասենք այդպես գլուխ գովար, որ ես հաճախ չեմ օգտագործում, բայց միգուցե այդ կոշկակարի կոշիկը ծակվանն է, բայց չէ, երբ որ իրականում այդքան էլ հաճախ չեմ օգտագործում եւ երբ որ ես սկսեմ պատրաստվել մրցումներին, ինձ մոտ sense մաքսիմալ
իդեալականի է փորձում այդ ամեն ինչ հասնել, որտեղ ես գիտեմ, որ այդ ամեն մի իմ սխալ օգտագործած բանը կամ մի ժամ ուշ քնելը կարող է իմ սպորտային արդյունքը նվազեցնի եւ ես այնտեղ պարտվեմ եւ ոչ թե պարտվեմ, այլ թեկուզ չանեմ այն իմ ինչը որ ես կարող էի անել։ Ինձ համար օրինակ սպորտը դրա մասին է, քանի որ ես պրոֆեսիոնալ մակարդակով երբեք չեմ զբաղվել, ինձ համար հաղթելը զուտ իմ դրած նպատակին հասնելն է, թե հասա ես իմ համար հաղթել եմ, կապ չունի որ Այո, եթե դու դրել ես նպատակ, էդ է քո նպատակը, եւ դու արել ես ամեն ինչ, ինչը որ քո ուժերի մեջ է, դեռ մի բան էլ ավել, բայց ինչ-որ մեկը եղել է, որ քեզանից ավել է արել, կատարել, ամեն ինչում։ Բայց քոնը դա էր, դու ստեղ մտածելու բան չունես, դու ունես նոր նպատակ գնալ առաջ, այսինքն ոչ թե վայ արա ոնց չկարողացա անել, որովհետև ի սկզբանե քո ուժերը սա էր եւ դու այդ ուժերով ես մտել եւ կատարել ես այն ինչը որ քեզանից հասնում ինչ որ դու կարող էիր, դնում ես նոր նպատակ, բայց եթե դու չես կարողանում անել այն ինչը որ դու կարող էիր ու դու գիտես օբյեկտիվ գնահատելով քո ուժերը դու գիտես որ դու կարող ես չես անում այստեղ իհարկե մտածելու բան ունես Ալկոհոլից խոսեցիր, քաղցրից էլ մի քիչ խոսեցինք ու ամենասկզբից դու նշեցիր որ 3 կարևոր մաս կա էլի հանգիստը, քունը, մարզվելը եւ սնունդը։ Սնունդից արի խոսենք։ Դարձանք ճիշտ է։ Դու որ ասում ես, ես մտածում եմ որ ասում սնունդից չխոսեցինք, sense հստակ բան ասեմ մարդկանց մոտ ֆիքսվի, էլի, այս ֆրազաներն է ֆիքսվում, դա ես չեմ ասել, բայց չգիտեմ դա առաջինը ով ասել, ասում մենք այն ենք, ինչ մենք ուտում ենք։ Իրականում շատ խելացի միտք է, որովհետև մենք այն ենք, ինչ որ մենք ուտում ենք։ Մեր մկանները կազմված են սպիտակուցներից։ Այդ սպիտակուցները մենք ստանում ենք դրսից։ Այդ process-ը կխնդրեմ մի քիչ մանրամասն ասես, օրինակ, որ մեր համար ավելի հասկանալի լինի, որ ուտում ենք ուտելիքը ոնց է ինքը գալիս դառնում էներգիա, ոնց ենք դա ծախսում։ Մի հատ ես փորձեմ ավելի པարզ լեզվով ոչ սպորտսմենի կամ ոչ մարզվողի համար ասեմ, որ ինքը պատկերացնի ու փորձեմ ավելի արդեն մասնագիտական, ավելի մանրամասն։ Մենք այն ենք, ինչը որ մենք ուտում ենք, ասացի մեր մկանները կազմված են սպիտակուցներից։ Սպիտակուցները մենք ստանում ենք դրսից, այսինքն լավ սպիտակուցներ ստացանք, ճիշտ աղբյուրից ստացանք, լավ է լինելու որակը։ Մեր էներգիան ստանում ենք դրսից, ստանում ենք սնունդի միջոցով։ Լավ սնունդ օգտագործեցինք, լավն ենք լինելու։ Վատ սնունդ օգտագործեցինք, վատն է լինել։ Ճարպերը ստանում ենք սնունդի միջոցով։ Լավ ճարպը լավ ճարպը, կա լավ ճարպեր, կան վատ ճարպեր, կան տրանս ճարպեր, կամաց հա քո ասածը ոնց քո համ մանրամասն եմ, համ կամաց կանք քո հարցին։ Կան լավ ճարպեր, կան վատ ճարպեր, օրինակ, երբ որ մենք ընդունում ենք լավ ճարպ, օրինակ մաքուր կարագը կարելի է համարել լավ ճարպ։ Մարգարինը վատ ճարպ։ Ինչի՞, որովհետև մարգարինը կամ ռաֆինացված ձեթը իրենք տրանս ճարպեր են, իրենք անցնում են գիդրոգենեզի process, որտեղ ավելանում է ջրածնի մոլեկուլա եւ ինչի համար է դա արվում, իրենց պիտանելիության ժամկետը երկարացնելու համար։ Առօրյայի մեջ ինչի համար են արտադրողները օգտագործում, հա կարելի է ասել, իսկ ինչի ենք օգտագործում մենք դա, իսկ ինչի են ընդհանրապես արտադրում։ Ուզում էի հարցնել։ Պիտանելիության ժամկետը երկարացնում են։ Բայց իրենք միևնույնն է համապատասխանում են, չէ՞։ Ինչ չափանիշներ կա, որ սնունդը պետք է համապատասխանի։ Գիտեք, չափանիշներ կան։ Մինիմալ։ Բայց օրինակի համար գրված չի օրը միանգամից ավել մի հատ օգտագործելուց ավել չես կարող օգտագործել։ Երբ որ դու օգտագործում ես, բայց նաև չափանիշներ կան օրվա մեջ տրանս ճարպի օգտագործման, որը որ օրվա քո ճարպերի քանակի, ասենք 1% կամ 2%-ը չպիտի գերազանցի։ Այսինքն, օքեյ, եթե դու այսօր մի հատ ինչ որ ձեթով բան կերար, всё, դու իրավունք չունես ուրիշ բան ուտել։ Բայց ի՞նչ է տեղի ունենում։ Մարդը ձեթով ուտում է, հետո գնում է նույն ձեթի մեջ քանի անգամ պատրաստած կարկանդակ է ուտում։ Իմիջիայլ այդ process-ը արվում է եւ արհեստական ձևով գործարաններում, եւ բնական ձևով լինում է ինչ ենք ասում, տապակած սնունդ լավ չի ուտել, որովհետեւ տապակելու հետևանքում
նույնպես յուղերը անցնում են այդ գիդրոգենեզի process-ը, ինչ նախնդիրը օրգանիզմում այդ տրանսճարպն է նստում անոթներում, այդ տրանսճարպն է դառնում վատ խոլեստերին։ Միշտ ասում եմ, իմ սիրում այդ կլասիկ արտահայտությունը առողջ մարմնում առողջ ոգի, հա, որովհետև ինքը իրոք աշխատում է, ինքը հենց նրա մասին է, որ ավելի հոգեբանական տերմինոլոգիայով ասած կա պսիխոսոմատիկ ֆակտոր եւ հակառակը, պսիխոսոմատիկը դա հոգեֆիզիոլոգիական, այսինքն քո հոգեկան աշխարհը, որ կապ ունի քո ֆիզիոլոգիայի հետ եւ հակառակը։ Ինչքանով դու առողջ ես, այդքան քո հոգեկան աշխարհն է առողջ, ինչքան քո հոգեկան աշխարհն է առողջ, այդքանով դու ես առողջ։ Այսինքն դու մի ընդհանուր օրգանիզմ ես։ Սնունդից ուզեցի որ մանրամասնեմ, ինչպես են մտնում կալորիաները մեր օրգանիզմ։ Տեսեք, մենք ստանում ենք Միշտ ասում ենք կալորիաները հաշվենք, հանկարծ ավել չուտենք կամ կալորիայի դեֆիցիտ ստեղծենք։ Ինչ է այս կալորիան։ Տեսեք, մենք երբ որ օրինակ օգտագործում ենք էլեկտրականություն կամ լույսի վարձ ենք տալիս, մենք տալիս ենք այսքան կիլովատ։ Նույն կալորիաները կարող ես կիլովատով հաշվել։ Այսինքն ինքը էներգիա չափման միավոր է կոպիտ ասած, այդքան որ մտնում է քո օրգանիզմում եւ պատրաստ է ամեն մի մենք ունենք ասենք լուսարձակ, չգիտեմ, այս մեկը աշխատում է 100 վատ հզորությամբ, մյուսը աշխատում է 50 վատ հզորությամբ, մյուսը 1 կիլովատ հզորությամբ, նույն ձև մեր օրգաններն են աշխատում։ Մեկը աշխատում է, չգիտեմ, ավելի ծավալուն օրգանը աշխատում, այսքան կալորիա է իրան պետք, այսքան էներգիա է պետք, այս ինչ գործողություն անելու համար, մյուսին այնքան է պետք, մյուսին այնքան է պետք։ Պատկերացրեցինք, այդ կալորիաները մենք ստանում ենք սնունդի միջոցով։ Մենք ստացանք սնունդ, սնունդը մտավ մեր օրգանիզմ, էներգիայի աղբյուր օրգանիզմը ճանաչում է ճարպեր ածխաջրեր, ստացանք ենթադրենք ածխաջուրը մտնում է մեր օրգանիզմ, ճեղքվում է, դառնում է էներգիա։ Ну, ստեղ կա արդեն գլիկոլիզի process, ածխաջրի մոլեկուլա ճեղքման հենց երևույթն է, այդ process-ն է։ Սպիտակուցի եւ ճարպը։ Գլիկոլիզը հենց գլյուկոզայի, կոպիտ ասած գլյուկոզայի ճեղքման process կոչվում է գլիկոլիզ։ Վերջնական էներգիան մեր մոտ ATF-ն է։ ATP անգլերեն ադենոզին եռաֆոսֆատ։ Եվ ածխաջրի մոլեկուլը գլյուկոզայի մոլեկուլայից տարանջատվում է ATF-ը գնում է իր գործողությունը կատարում։ Այստեղ շատ մեծ նշանակություն ունի թթվածին է, որ մենք հենց դրա համար ենք շնչում, որ այդ այրումը ճիշտ կատարվի։ Ես միշտ օրինակ եմ բերում մեքենաների վրա, մեքենայի շարժիչի վրա, որտեղ բոլորն էլ նաև պատկերացնում են, կա այրում, մտնում է վառելիք, գազ կամ հեղուկ գազ կամ բենզին, օդ, որ երբ որ մենք փակում ենք օդը, ինչ է կատարվում։ Մեր բան ասած այրումը տեղի չունում, перебой է ալնում եւ մեքենան ստոպ է տալիս։ Այսինքն թթվածնի միջնորդությամբ տեղի ունենում այրում առօրյա։ Ճիշտ է, օրգանիզմը ունի նաև պաշտպանական ռեակցիա էքստրեմալ պայմանների համար, ինքը ունի նաև անաերոբ գլիկոլիզ, երբ որ թթվածնի միջնորդությամբ չի տեղի ունենում դա։ Բայց անաերոբ գլիկոլիզը ինքը էքստրեմալ պայմանների համար է, երբ որ մեր շունչը կտրվում է, մենք ինչ-որ գործողություն ենք անում եւ մարդը շատ կարճատև ժամանակ կարող է գտնվել անաերոբ գլիկոլիզը։ Մեր առօրյա կյանքում մենք սովորաբար գտնվում ենք աերոբ գլիկոլիզի եւ լիպոլիզի։ Լիպոլիզը դա ճարպերի այրումն է, գլիկոլիզը գլյուկոզայի այրումն է։ Ինչ է ածխաջրերը։ Ածխաջրերը մենք ստանում ենք քաղցրից, չգիտեմ, ձավար, հացից, կա պարզ ածխաջուր, կա բարդ ածխաջուր եւ չափվում է գլիկեմիկ ինդեքսով։ Այսինքն, ինչքանով ավելի արագ է կարող ներծծվի այդ ածխաջուրը, դա կոչվում է պարզ ածխաջուր, ինչքանով դանդաղ է ներծծում, դա բարդ ածխաջուրը։ Բարդ ածխաջուրը օրինակ հնդկաձավարն է, բարդ ավելի ցանկալի է ածխաջրերի, օրվա ածխաջրերի 90%-ը լինեն բարդ ածխաջուր։ Պարզ ածխաջուրը գլյուկոզա, ֆրուկտոզա շաքարներն են, հաց, քաղցր, սպիտակ հաց, չէ՞։ Սպիտակ հաց, քաղցր, որը որ շատ օգտագործումը կարող է նույնպես առաջացնել շաքարային դիաբետ, հայ, ասենք, ծանրաբեռնումա ենթաստամոքսային գեղձը, քանի որ գլյուկոզայի, արյան մեջ գլյուկոզայի
բարձր մակարդակը ուղիղ ազդակ է ենթաստամոքսային գեղձին, որ արտադրի ինսուլին։ Եվ երբ որ մենք միշտ ամբողջ օրվա ընթացքում օգտագործում ենք պարզ ածխաջրեր, այդ ազդակները գնում են միշտ եւ ենթաստամոքսային գեղձը ծանրաբեռնված աշխատում է։ Պարտադիր չէ այդ պահին լինի արդեն շաքարային դիաբետ, բայց ենթաստամոքսային գեղձը արդեն կարող է ունենալ որոշակի խնդիրներ։ Եվ այդ խնդիրների հետևանքով սկսել նյութափոխանակության process-ները դանդաղել։ Դրա համար մինիմալիզացնում ենք շաքարները եւ ավելի օգտագործում ենք բարդ ածխաջրերը։ Մի քիչ ավելի ծավալուն թեմա է։ Շատ ծավալն է, ես ինքս մի քանի գիրք կարդացել եմ էլի այս թեմայով, որ կարողանամ ինչ-որ պատկերացում կազմել ու ինչի եմ կարդացել այդ գրքերը, որովհետև այս վերջերս ընդհանրապես շատ ենք խոսում անհատականացումից, էլի, որ անհատական սննդակարգ ենք ուզում, չգիտեմ, անհատական, ամեն ինչ անհատական լինի։ Իհարկե, այս միտքը ինձ դուր է գալիս, որովհետև մենք յուրաքանչյուրս առանձին անհատ ենք, առանձին ինչ-որ կառուցվածքով, առանձին տարբեր քաշերով, տարբեր հասակով, չգիտեմ, այս ամեն ինչը առանձին հաշվարկ է իրանից ենթադրում, ինչքան էլ որ կան ընդհանուր կանոններ, որ բոլորիս համար ընդհանուր են, բոլորս պետք է պահենք, էլի, բայց այն ինչը ոնց որ մեզ է յուրահատուկ, իմ կարծիքով պետք է գտնել փորձի արդյունքում, էլի, ինչքան էլ մենք գնանք մեր մարզիչին խնդրենք, ասենք, չէ, հենց իմ համար հատուկ հաշվարկի հատուկ արա, մեկ կամ մենք ինքներս պետք է փորձենք, տեսնենք արդյոք, օրինակ, այս ուտելիքների այս բալանսով ես կարողանում եմ կշտանալ կամ չգիտեմ, սրանք ինձ օգուտ տալիս են, թե չեն տալիս ու այն ինչ որ աշխատեց ինձ համար, հավանաբար չի աշխատի մյուսի համար կամ կիսատ պրատ կաշխատի, էլի, դրա համար ամեն մեկս մենք պետք է ավելի շատ այդ գիտելիքն է կարևոր որ ստանում ենք, քան հենց այդ սնունդների օրինակ հերթականությունը, որ սկզբից էս ուտենք, հետո էս, հետո այն։ Իմ համար ավելի արժեքավոր այդ գիտելիքն է, էլի, այս ամեն ինչի մասին։ Իրականում կան ինչ որ հիմնական դրույթներ, ելակետային դրույթներ, որոնք բոլորի համար, գրեթե բոլորի համար նույն են։ Եվ ես չեմ ուզում, որ մեր հանդիսատեսը այս պահին լսի քո ասած երկրորդ մասը, որ ինչը մեկի համար օքեյ է, մյուսի համար կարող է լավ չլինի, որովհետև ինքը մենակ վերջի մասն է վերցնելու։ Կան ելակետային դրույթներ, որոնք որ բոլորի համար նույն են կամ գրեթե նույն, եւ պետք է սկսես այդ ելակետային դրույթներից։ Հավանականությունը, որ քո մոտ արդեն չի համընկնի իր հետ, շատ ցածր է։ Ելակետային դրույթները լինելու են նույնը եւ ավելի բարձր կատարելագործվելուց արդեն այստեղ կարող է լինել ճյուղավորումներ։ Այդ քո ասածը շատ ճիշտ է, բայց արդեն ավելի պրոֆեսիոնալ մակարդակի վրա։ Իսկ ելակետային դրույթները գոնե բոլորը պետք է իմանան։ Իսկ դրա համար պետքա քո ասած այդ գիտելիքներն է շատ կարևոր։ Իսկ դա առանձին մասնագիտություն է։ Եթե դու շատ ես հետաքրքրվել, դու կարդում ես, խորանում ես, ես տեսնում եմ, ես գիտեմ, էլի, դու արդեն կարաս շատ ուզենաս, կարաս մարզիչ աշխատես, գնալով ավելի կատարելագործվես։ Դու ունես այդ ելակետային գիտելիքները, որով որ դու կարողանաս աշխատել։ Բայց այն մյուս մարդիկ կարող մտածում, բայց ես իմ ուղիղ ուրիշ բանով եմ զբաղված, ես ինչի պետք է սա իմանամ, դրա համար ինքը պետք է իմանա մինիմալ դրույթները, բայց պետք է իմանա այդ դրույթները, ինչի, որովհետև գիտես ինչի նման է դա, ասում են, հա, բայց դա ես դու գիտես, չէ, որ դու առավոտյան զարթնում ես, դու ատամներդ ես լվանում, չգիտեմ, լվացվում ես, դուշ ես ընդունում, ինչ որ վարքագիծ կա քո մոտ դրսևորված, որ մանկուց այդ վարքագիծը դրսևորված է։ Իսկ սննդի վերաբերյալ այդ սննդային վարքը մեզ մոտ իրականում ահավոր է, ոչ մի ձև դրսևորված չի։ Ամեն ինչ հացում ասում են լավը, ամեն ինչ ասում են, լավը այն է, եթե երեխին կերել է, կուշտա կապ չունի ինչա կերել։ Հա, ուրեմն լավ է, բայց միգուցե լավ չի։ Մի դեպքում կարող է այդ իր շատ կուշտ լինելն էլ այս պահին լավ չի։ Կամ չգիտեմ, ես միշտ դա նշում եմ, միշտ դա շեշտում եմ, որ ասում են հացով կեր, դեռ դա մնացել է, ոչ հացով մի կեր։ Ինչի համար։ Ինչի համար։ Ես էլ երբեք չեմ հասկացել, բայց ինձ թվում է այդ այն հին ժամանակներից է էլի գալիս, որ կար հաց ուղակի։ Հա, խնդիր է, դե որտեվ էսա էլի է սովածանալու, հաց մի քիչ շատ կեր, բայց դա իրականում լավ չի եւ այդ հացի մասին չի խոսքը, ընդհանրապես ոնց որ մենք ձևավորում ենք երեխաների մոտ սովորություն առօրյայում, չգիտեմ, ինչ ձև ճիշտ հագնվել, ինչ ձև ճիշտ լվացվել, սանրվել, չգիտեմ, ատամները լվալ, անձնական հիգիենային հետևել, շատ կարևոր է մանկուց սովորեցնել ճիշտ սննդային վարքագիծ։ Բայց էս էլ է մեզից գալիս, դա առողջության ամբողջ,
Մենք պետք է ճիշտ մենք պետք է նստենք երեխեքի հետ նույն ձև սնվենք եւ իրենք տեսնեն որ սա է սեղանին չկա դրած ինչ որ բաներ որ ասենք չպետք է ինքը ուտի այդ երբ որ դնում ենք չգիտեմ էլի ինչ որ այդպես տրանսճարպեր մայոնեզ կամ ինչ որ այդպես մարգարինով ինչ որ պատրաստված բաներ բայց ասում եք սա լավ չի բայց մենք բոլորով դա ուտում ենք մեզ համար էլ լավ չի մեր երեխան միգուցե մնացած մարդկանց համար սա կլինի մոտիվացիա իրենց ռացիոնից դուրս հանել որ իրենց երեխաները գոնե դա չտեսնեն եւ իրենց երեխաները ավելի առողջ մեծանան Այդ գիրքը որ նշեցի որ կարդում էի այնտեղ մի հատ էլ բան հանդիպեցի որ շատ ավելի վնասակար է կամ շատ ավելի չէ ուղղակի վնասակար է որ մարդիկ բարբերաբար ինչ որ թարգետ են դնում 20 կիլոգրամ նիհարում են հետո այդ նորից հետ են հավաքում հետո ինչ որ ժամանակ նորից մտածում են չէ ոնց որ արդեն ժամանակն է մի քիչ նիհարենք էլի են նիհարում էլի հետ հավաքում ու ինչքան ամեն անգամ հետ են հավաքում քաշը այնքան ավելի շատ են հավաքում ու ավելի դժվար է լինում նորից օրգանիզմի սովորեցնել որ նորից հետ նիհարի չէ այս օրինակ այս process-ով նարվրա որ մեզ ավելի շատ վնասում ենք քան ուղղակի համակերպենք մեր 120 կիլոգրամի հետ ենք վնասում մեզ ավելի շատ նու մեզ չեմ ենք ես փորձում դա չանել մարդկությունը որ process-ով է եւ ինչն եմ շատ հանդիպում մարդիկ երբ որ ինչ-որ մի բանով մոտիվացվում են իրենք ուզում են ամեն ինչ շատ եւ այս պահին հա դա հիմնական խնդիրը այդ է հիմնական վնասակար գործոնը պետք է ունենալ պլանավորում եւ սպորտում եւ առօրյայում սպորտում պլանավորում չունենալը վերում է վնասվածքների որտեվ դու ուզում ես ավելի արագ եւ ավելի արագը ավելի առողջ չի պետք է ճիշտ գնահատես հնարավորությունները նույնը առօրյայում եւ բոլոր ոլորտներում աստիճաններ կան որ պետք է անցնես երբ որ մենք կառուցում ենք շենք օրինակի համար շինություն ենք կառուցում եւ ուզում ենք որ այդ շինությունը լինի 10 հարկանի բայց մենք ուզում ենք որ արագ լինի մենք եթե կառուցենք 5-րդ հարկից փլուզվելու է եթե մենք չստեղծենք հիմք 10 հարկ շենքի համար հիմքը ու չգիտեմ ինժեներները ավելի լավ կասեն պետք է լինի շատ ավելի ամուր կամ 5 հարկանի շենքի համար դա ես ենթադրում եմ տենց պետք է լինի նույնը ստեղա խնդիրը ինչն է լինում քաշը շուտ նվազեցնելուց որովհետեւ մարդիկ սովամահ են լինում մարդիկ չեն հետևում բալանսավորված սննդակարգին մարդիկ ուղղակի իրենց համար ստեղծում են ինչ որ չգիտեմ 2000 կալորիա դեֆիցիտով սննդակարգ ինչ որ տարօրինակ չգիտեմ միայն այսօր գրեյփֆրուտ հետո մի օր միայն ջուր հետո մի օր միայն կարտոֆիլ չգիտեմ դա ուղղակի եմ ասում ռանդոմ եմ ասում որը որ խաթարում ամբողջ օրգանիզմի նյութափոխանակությունը առաջացնում է խնդիր հիվանդագին վիճակ ստրես բոլոր ներքին օրգանների համար օրգանիզմը իհարկե նվազեցնում է քաշը բայց ոչ առողջ տարբերակով քաշը նվազում է որովհետև օրգանիզմը ընկել է ստրեսային իրավիճակի մեջ երբ որ մենք հիվանդանում ենք էլի քաշը նվազում է ճիշտ է հենց առողջանում ենք միանգամից հետա վերականգնում որովհետև օրգանիզմը հենց դուրս է գալիս ստրեսային իրավիճակից ինչ ա եղել իմ համար ստրեսը չգիտեմ այս կալորիայի դեֆիցիտը այս աստիճանի միանգամից վերականգնում է ինքը որ ստրեսից դուրս գա որովհետև հենց դա է իրան ստրես առաջացրել քաշը նվազեցնելը առողջ քաշը նվազեցնելը պետք է նյութափոխանակությունը արագացնելով կալորիայի մինիմալ առողջ չափի մեջ դեֆիցիտ ստեղծել որ օրգանիզմը չանցնի ավարիյնի ռեժիմ, հա, սենց ասենք։ Որ օրգանիզմի համար օքեյ առողջ լինի, ինքը իր պահեստային դեպոներից, ինչ է ընդհանրապես ճարպը մեզ մոտ օրգանիզմը, պահեստավոր էներգիայի պաշար է, պահեստավորված, սև օրվա համար։ Երբ որ դու ունենաս մի փոքր դեֆիցիտ, ինքը քո ճարպից այրելու է։ Չնայած երբ որ չունենաս այդ դեֆիցիտ, ինքը քո ճարպից այրի, սկզբում ինքը քո ճարպից այրում, հետո է անցնում ածխաջրին։ Շատ հետաքրքիր է այդ process-ը, երբ որ դու չես անցնում ինչ որ շեմ Աերոբիկ զոնաների մասին է, չէ՞ խոսքը։ Երբ որ դու դեռ շեմը չես անցնում, ամենամինիմալ զոնայի ընթացքում ինքը ճարպ է այրում, նաև
Այդ պարադոքսն է, որ եթե մենք մի քիչ արագ ենք քայլում, ավելի շատ ենք ճարպայրում, քան որ օրինակ զոն 3-ից ավելի բարձր սկսի մեր սիրտը աշխատել, այդ ժամանակ ավելի քիչ ճարպ կայրենք, քան զոն 2-ում։ Ուզում մի հատ ֆիքսենք մեր հանդիսատեսը, որ հասկանա ինչա պետք է վերջո։ Սովամահ չենք լինում։ Պահում ենք բալանսավորված սննդակարգ, մի փոքր կալորիայի դեֆիցիտով, ճիշտ հաշվարկած սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր։ Այստեղ խնդիր չի առաջանալու, եւ երբ որ քաշը նվազի, միանգամից չի բարձրանալու, քանի որ տվյալ մարդու նյութափոխանակությունը արագացված է։ Իսկ մյուս դեպքում ինքը քաշը նվազեցրել է, բայց դրա հետ միասին ամբողջ նյութափոխանակությունն է դանդաղեցրել։ Ճարպի այրման process-ն է դանդաղեցրել օրգանիզմում, ճարպից էներգիայի արտադրման process-ն է դանդաղեցրել օրգանիզմում։ Դրա համար գրեթե իր ուզած արդյունքին հասել է վիզուալ միգուցե, բայց փաստացի ինքը արել է ճիշտ հակառակը։ Այս այն դեպքն է, որ էլի պատկերացում կա, որ հաճախ մարզասրահներում տեսնում ենք շատ գեղեցիկ ինչ-որ կազմվածքով մարդիկ, թե աղջիկ թե տղա իրականում կապ չունի, տղաների դեպքում մի քիչ ավելի շատ է տարածված, որ հիմնականում այս upper body հատվածը ավելի լավ է մարզած, ոտքերը ընդհանրապես մարզած չեն եւ այլն, ու մի հատ պատկերացում կա, որ եթե մկանները sense գեղեցիկ երևում են, կազմվածքի գեղեցիկ է, ուրեմն առողջ է, բայց միշտ չի էլի, որ տենց է շատ հնարավոր շատ դեպքերում ունենալ այդ կազմվածքը, բայց շատ առողջ, անառողջ ներողություն ապրելակերպի արդյունքում ձեռք բերել այդ, որը լինելու է կարճատև։ Անառողջ ապրելակերպի հետևանքով լավ մարզավիճակ ձեռք բերելը երևի կարող են կապել արգելված դեղամիջոցների օգտագործելու հետ, որոնք վնասակար են օրգանիզմին, որոնք վնասակար են էլի հորմոնալ օրգանիզմի հորմոնալ համակարգի համար եւ շատ տոքսիկ են լյարդի համար։ Եթե դրա մասին է խոսքը, իսկ եթե ավելի այլ լեվելներում էր, իսկ եթե մարդը լավ մարզավիճակում է, մենք տեսնում ենք եւ այդ լավ մարզավիճակին ինքը հասել է առողջ ապրելակերպի միջոցով, ամենայն հավանականությամբ իր մոտ ամեն ինչ լավ է։ Միգուցե լինեն որոշակի մեխանիկական տրավմաներ, տենց լինում են, ասենք մկանի վնասվածքներ, ասենք հենաշարժողական ապարատի վնասվածքներ լինում են, բայց հիմնականում նյութափոխանակությունը արագացված է լինում, նաև սա եմ ուզում նշեմ, որտեղ տարիքի հետ մարդկանց մկանները նվազում են։ Մկանային զանգվածը դա կոչվում է սարկոպենիա։ Չգիտեմ հայերեն էլ միգուցե սարկոպենիա կոչվի, դա տենց բժշկական տերմին է, բժշկական տերմինները ինձ թվում է տենց միջազգային տերմիններ են լինում։ Այսինքն տարիքի հետ մկանային զանգվածը նվազում է։ Եվ այդ հարաբերակցությունն էլ ճարպմականն էլ փոխվում, ստացվում է ճարպը չի նվազում, ճարպը բարձրանում է։ Իսկ որ տարիքից սկսած է տեղի ունենում այդ երևույթը։ 30-ից հետո երևի։ 30-ից հետո դա սովորական մարդկանց մոտ, տեսեք, ինչի մասին է խոսքը, բայց ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու դեպքում, առողջ ապրելակերպ վարելու դեպքում, մենք կարողանում ենք այդ process-ը հետ պտտել։ Այսինքն մենք կարողանում ենք 40 տարեկանում ավելի մեծ մկանային զանգված ունենալ, քան ունեցել ենք 30 տարեկանում, 50 տարեկանում ավելի լավ մկանային զանգված ունենալ, քան ունեցել ենք 40 տարեկանում։ Եվ առնվազն այդ տվյալներով մենք չենք լինելու համապատասխան, ենթադրենք 50 տարեկան մարդու համապատասխան ֆիզիոլոգիական տվյալների։ Այլ լինելու է, եթե օրինակի համար ես միշտ այս ուսանողներից եմ ասում, պատկերացրեք, եթե ձեր անձնագիրը կորցնեք։ Մի մարդ անձնագիրը կորցածը չի խոսում։ Ոնց պետք է հասկանաք, քանի տարեկան է այդ մարդը։ Տեսքից եւ ֆիզիոլոգիական տվյալներից, այսինքն ինչ չափի է իր մկանները, նյարդային համակարգի զոհանալ, սրտանոթային համակարգը ինչ աստիճանի է հիմա աշխատում, որ մակարդակի վրա է աշխատում, հորմոնալ համակարգը եւ այդ ամենը առողջ պահելու համար պետք է վարել առողջ ապրելակերպ, որը իր մեջ ներառում է ֆիզիկական կուլտուրա, ֆիզիկական ծանրաբեռնվածություն, հանգիստ եւ ճիշտ մաքուր առողջ սնունդ։ Օրինակ ես քանի որ իմ երևի մասնագիտական հաճի գիտեմ մաթեմատիկա սիրում եմ այս ամեն ինչը թվերով պատկերացնել էլի դրա համար
Օգտագործում եմ հիմնականում տենց չափող ինչ-որ միջոցներ, ժամացույց, ֆիթնես, չգիտեմ, պուլսոմետր հայերեն երևի սրտի աշխատանքը չափող սարք չէ։ Հա, պուլսոմետր էլի նույնպես միջազգային բան։ Հա, ես օգտագործում եմ այդպիսի չափեր, հետո ու ինչ-որ մի ժամանակ նույնիսկ ուտելիքն էի հաշվում, թե ինչքան կալորիա եմ ընդունում, որ մոտավոր պատկերացում կազմեմ, էլի, ինչքան է ինձ պետք, ինչքան եմ ծախսում, մի խոսքով այս ամեն ինչը ավելի լավ պատկերացնելու համար։ Դա ամեն ինչը մաթեմատիկա է։ Իրականում այս ամեն ինչը, եթե քաշ նվազեցնելու բալանսը, այդ բալանսը ուղղակի մաթեմատիկա է, ռեալ մաթեմատիկա է, ու ոչ Ես համոզվել եմ, որ դա է։ Կալորիաները ընդհանրապես կալորիաները մաթեմատիկա է, ինչ որ մի հատվածում ֆիզիկա է, բիոֆիզիկա է փոխվում, բայց մաթեմատիկա է, հաշվարկ է ուղղակի։ Բայց նկատել եմ օրինակ, որ դու չես օգտագործում այդպիսի սարքեր։ Չես սիրում, թե օրինակ քեզ ամեն ինչ բարձա կարիք չունես իմանալու։ Չունեմ, գիտես, պատկերացրու, երբ որ դու այս սարքը հիմա օգտագործում ես, դու ունես ինչ-որ ստատիստիկա քո համար։ 1 տարի օգտագործել ես, դու գիտես, առավոտյան երբ որ դու արթնանում ես, քո մոտ ենթադրենք զարկերակդ լինում է 60։ Երբ որ դու անում ես մարզում, չգիտեմ, այս ծանրաբեռնվածության ժամանակ, երբ որ դու ինձ հետ խոսում ես, արդեն մի փոքր շունչդ կտրվում է, քո զարկերակդ լինում է 157-ից 162։ Չգիտեմ, էլ ինչ կարող եմ ասել։ Տարիքը որ նշեցի, ես ֆիթնես տարիք էլ ունեմ, բացի իմ իսկական տարիքից։ Ինչքան է ֆիթնես տարիքը։ Մի 2 ամիս առաջ 20.5 տարեկան էի։ Հիմա մի քիչ այդքան լավ մարզավիճակում չեմ, 22 եմ, մեծացել եմ։ Բայց ես միշտ մոռանում եմ քո իրական տարիքը ինչքան է, միշտ ես փոքր եմ, չէ՞, տալիս։ Հա, դու իմ ֆիթնես տարիքով ես առաջնորդվում։ Ֆիթնես տարիքը, ինչ գաղտնիքը չբացենք։ Չբացենք։ Մի խոսքով քո ֆիթնես տարիքը 22 տարեկան է, այս պահին փորձենք մյուս մեր հանդիպմանը քո ֆիթնես տարիքը նվազեցնենք։ 20 հասնենք։ Այս դրա մասին խոսքը, երբ որ ինքը արդեն այս չափիչ սարքերն են դրա մասին վկայում, ասենք իրանք այդ նույն տրամաբանությամբ են առաջնորդվում եւ ասենք դու 30 տարեկանում կարող ես պահպանել քո ֆիթնես տարիքը։ Լավ, այս ամեն ինչը իհարկե շատ հետաքրքիր է, բայց այս հասկացանքը գիտական մասերը հասկացանք։ Արի, կասես ինչ-որ վատ սովորություն, որ դու գիտես, որ դա վատն է, չես կարողանում կամ գուցե չես ցանկանում հրաժարվել։ Չեմ ցանկանում հրաժարվել, երևի ալկոհոլի օգտագործումն է, բայց այդպես ինչ որ Առիթից առիթ կամ չէ, փորձեմ մինիմալիզացնել, ասում եմ, որ երբ որ մրցումների եմ պատրաստվում, տենց բացառում եմ, որովհետև սենց ուրիշ նպատակ է, բայց այո, տենց սուխոյզակոն չի ինձ մոտ էլի։ Օրինակ այսօր ընկերներով գնալու ենք իմ ընկերոջի երեխայի ծնունդն ենք նշելու։ Ինչ թվում է նշելու ենք։ Միշտ այդ 100% առողջն էլի, առողջ չի։ Էդ էլ ինչ որ բայ դառնում անառողջ, արդեն ցենց հիվանդագին է դառնում։ Դառնում անառողջ չէ։ Դա մենք բնավ չենք խոսում նրա մասին, որ չէ, եթե դու չես խմում, մեկ սկսի խմել։ Չէ, բացարձակ։ Բայց երբ որ դա քեզ համար դառնում, օրինակի համար ինձ մոտ մարզվողներ կան, ովքեր ասում են, չէ, ես չեմ կարող այդ ծխելը թարգեմ, ես որ թարգում, ես որ մենակ այն մտքից, որ ես մտածեմ, որ չեմ ծխելու, բայց օրը 3 պաճկա, ասենք, ծխախոտ են ծխում, ասում լսի, դու ծխելը մի թարգի, պետք չի ծխելը թարգել, արի դու այսօր որ գալու ես մարզման, այսօր մի ծխի առավոտյան, կգաս, կմարզվենք, կվերջացնես, դուրս կգաս, կծխես, հա, տենց օքեյ, տենց օքեյ է, չեմ ասում մի ծխի, ծխել օքեյ, արի փորձենք ինչ նվազեցնենք, դու պատկերացրու այդ մարդը, ասենք, օրվա մեջ 60 ծխախոտ է ծխում, իհարկե, թույնի քանակը բնականաբար կապ ունի, ինչ աստիճանի է տոքսիկ նյութը մտնում մեր օրգանիզմ, մի մակարդակ կա, որի դեմ չի կարող պայքարել մեր օրգանիզմը, եւ կա մակարդակ, որի դեմ կարող է պայքարել մեր օրգանիզմը։ Ճիշտ է, ցանկալի չի մենք օրգանիզմին այդ ստիպենք պայքարի, կարող ենք չտալ այդ նյութը, եւ ոչ էլ օրգանիզմի մեր իմունային համակարգին ստիպենք ինքը պայքարի։ Բայց կա ինչ-որ մի մակարդակ, որտեղ օրգանիզմը կարողանում է պայքարել եւ հաղթահարել։ Եվ կա ինչ-որ մակարդակ, որտեղ որ չի կարողանում եւ այդ տոքսիկ նյութը մնում է մեր օրգանիզմում եւ կուտակվում, ի վերջո բերում ինչ-որ մի հիվանդության։
Երբևէ եղել է քո կյանքում ինչ որ մի sense շատ հոգնածության մի պահ, անգլերեն լավ տերմին կա burnout, այս ապրելակերպից։ Օրինակ, մեր քո գործում մի քիչ բնույթը այլ է, մեր գործում երբեմն լինում է, որ իրոք գալիս է այդ burnout-ի պահը, որ ուղղակի չենք ուզում էլ դրանով զբաղվել, էլի, իրոք ինչ որ մի հատ տևական հանգիստ է պետք, նորից հետ գալու, շարունակելու համար։ Ինձ օրինակ ահա որ մոտիվացնում է այն, երբ որ ինչ որ մեկը կողքից նայելով ասում է, «Ոայ, գիտես ինչ ավես, այս քեզնից մոտիվացվել եմ, ես էլ եմ սկսել ֆիթնեսով զբաղվել կամ առողջ ծնունդ ընդունել»։ Ես այդ պահին եթե որոշած լինեմ, որ էլի երբեք չեմ զբաղվելու, զուտ այդ նախադասությունից հետո կգնամ նորից այդ փաթեթս կառնեմ, կսկսեմ պարապել։ Քեզ մոտ եղել է sense այդ burnout-ի պահը ու ոնց ես այդ հաղթահարել կամ ոնց ես պատկերացնում, որ դա կարելի է հաղթահարել։ Իրականում շատ է լինում, շատ է եղել, ասեմ, sense ավելի երևի փոքր տարիքում մի փոքր հանգիստ ես տալիս, հետո նորից սկսում ես, տենց եմ հաղթահարել։ Գիտես, երբ որ burnout ես լինում, ասում ես դե լավ ձանձրացա մարզվելուց բան, բայց ես քանի որ նշեցի, որ մենք դա խաղամոլության նույն սկզբունքով է, քանի որ այդ կախվածությունը կա, երբ որ ես խոսեմ ազարտի մասին, խաղամոլության մասին, դե կախվածություն է։ Դե պատկերացրու դու խաղամոլին ասում ես մի խաղա, խոսում ես ինքը գիտակցելով որ դա վատ բան է, միևնույնն է մեկ էլ տեսնում ես էլի գնաց սկսես խաղալ։ Ստեղ նույնն է, դու burnout-ը գիտես ինքը եթե դու իմ մոտ մի տեսակ ազարտի ինքը բանի մեջ է, էլի, տարբերակով է, ու ստեղ դու անգամ ոչ թե գիտես վատ բան է, դու գիտես որ մի բան է, գիտես որ լավ բան է։ Այսինքն կարճատև է լինում իմ մոտ այդ բանը, ու ես հիմնականում դնում եմ նպատակներ, նորից championship, այդ championship նպատակը ինձ համար շատ լավ աշխատող տարբերակ է, որտեղ որ ես սկսում եմ այդ վնասակար սովորությունները բացառել նրա համար, որ իմ արդյունքի վրա չազդի եւ գնում եմ դեպի իմ նպատակ։ Բայց կարող եմ ուզում նաև նշեմ, որ burnout-ը երևի sense դες նաև եղել է, որ դե լավ, արդեն մի քիչ այսքան աշխատեցի որպես միգուցե աշխատեցի որպես մարզիչ սպորտի մեջ բան, դե նայում ես ինչ որ մարզիկներ թարգում են, սկսում են ուրիշ բանով զբաղվել, բան sense, ու ասում ես դե երևի դա միջև ինչ որ մի տարիք պետք է զբաղվել, արդեն անցնեմ ինչ որ մի լուրջ բանով զբաղվեմ, որովհետև դե ինչա գալիս եմ, չգիտեմ, մարզվում եմ Ընկերներիս հետ շփվում եմ, մարզում եմ, դու ես հարա, բան sense գնում եմ, բայց ոնց որ ինչ որ գործով չզբաղվես, բան։ Ու ինչ որ տարիքի հետ ես հասկացել եմ, որ ես իրականում ինձ համար իդեալական գործունեությամբ եմ զբաղված, հասկացել եմ, որ շատ կարևոր գործով եմ զբաղված, եւ թե անձամբ ինձ համար, եւ ես նաեւ հավատում եմ, որ այս գործը ֆիզիկական կուլտուրան, առողջ ապրելակերպը մարդկանց ավելի լավ է դարձնում, դա գիտականորեն հիմնավորված փաստ է, անգամ չար մարդը կդառնա բարի մարդ, երբ որ ինքը ունի ուրիշ նպատակ, ու այս իմ տարիների փորձը բերել է ինձ այն համոզվածության, որ այս ինչ լավ մասնագիտություն եմ ես ընտրել, եւ ինչքան թույն է, որ ես այս մասնագիտության մեջ մնացել եմ եւ ու այս վերջում նոր sense ինչ որ բան է հայտնվել, որ sense նորից փորձում կատարելագործվել, նորից վերապատրաստումներ, նոր գիտելիքներ, որտեվ սա ասում եմ երկրորդ շունչ վտարոյ դխանյանը, որտեղ հասկանում ես, այս ինչ թույն բան է, այս իրոք շատ լավ բան է։ Ու այդ իրականում փոխանցվում է նաեւ քեզ մոտ մարզվողներին։ Դա բոլորի մոտ է, տենց հիմնականում այդ կապը ստեղծվում է մարզիչի հետ։ Մարզիչի, միգուցե մարզասրահում մի ինչ որ մարզվող, ասենք պարտների հետ, որոնց հետ իրենք էլ այսպես մարզվում են, նույնպես նույնիսկ այն մարդկանց հետ, ովքեր ամեն երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ այնտեղ են, ես չեմ էլ ճանաչում, բայց մենք ամեն օր նույն ժամին այնտեղ ենք, այդ մարդկանց հետ է կապ ստեղծվում, կապ չունի դու շփվում ես, բարևում ես այդ մարդկանց հետ, թե չէ, բայց դու սովոր ես ամեն օր այդ մարդուն, այդ հայելու դիմաց այդ վարժությունն անելու, տեսնելու։ Դե տանպես բան է ստացվում, էլի գալիս ես, ասենք ավելի շատ ես այդ մարդկանց տեսնում, միգուցե կամ տան անդամներին ու տանիքի անդամներին։ Իսկ հիշես ինչ որ տարօրինակ, ամենատարօրինակ բանը որ տեսել ես մարզասրահում։ Տարօրինակ, լսի, չգիտեմ։ Դե շատ բաներ կա, տարօրինակ ձևի մարզումներ, ամենատարօրինակ մարդիկ կան, որ շատ տարօրինակ մարզումներ են անում։
որը գիտես ես մի ընկեր ունեմ, ես նայում ենք ասում դե քանի որ հիմա ես ոչինչ չեմ բացառում ընդհանրապես այս աշխարհում դա ասում միգուցե դեռ մենք չենք հասել սրան չգիտեմ հասել որ տարօրինակ վարժություն բայց մարզասրահում ես շատ բաներ արում տարօրինակ Իսկ վերջերս մի հատ էլ ես գործունեություն ավելացրել քո հիմնականին ու նոր ըմպելիք ես արտադրել, որը կխնդրեմ դրա մասին դու պատմես, ես ինքս փորձել եմ, համ շատ համովա ու նաև sense լավ էներգիա է տալիս, պարապելուց, չգիտեմ, նույնիսկ ուղակի առօրյայում կարող ենք խմել, եթե ինչ-որ պահի հասկանում ենք, որ մեր էներգիան վերջացել է եւ նոր էներգիա ստանալ։ Որտեղից է այդ միտքը առաջացել իմ մարզվողներից այնքան են ասել չկա sense մի բան որ խմենք նիհարենք հետո երբ որ սպորտային սնունդը նայում եմ այս մի բանը օրինակ լինում է այս մի նյութը բայց այս մեկը չկա չգիտեմ կա fat burner որը ճարպավառում է կան առանձին electrolyte water ես փորձեցի sense բոլորը միացնեմ իրար եւ ստանամ իմ ինդիվիդուալ sense ինչ որ բաղադրատոմսով կոպիտ ասած այն ինչը որ ես կավելացնեի sense կդնեի այս ու իմ այս երկար տարիների նաև սպորտային սնունդով եմ զբաղվում այս երկար տարիների աշխատանքային փորձն է բերել նրան որ այս նյութը այս մի նյութի հետ որ միացնենք իրար այս մեկն էստեղ լինի sense իդեալական համադրություն կլինի իհարկե այդ համադրությունը նաև համաձայնեցրել ենք այդ ԵԱՏՄ-ի ստանդարտների հետ, որովհետև բաներ կար, որ պատկերացնում մի քիչ ավել, բայց ԵԱՏՄ-ի ստանդարտներով օրինակ չենք կարող գերազանցենք այս չափը։ Այդ ստանդարտներով հանդերձ, հենց ստացել ենք մի բանաձև, որը արդեն մի քանի ամիս է գործածվում է, մի քանի ամիս է արդեն ունի բավականին լավ արձագանքներ եւ նաև տեսնում ենք արդյունքներ։ Ասեմ, որ 3 ընկերով ենք գրել բաղադրությունը, ասենց բոլորն էլ սպորտի թեմայի մեջից են։ Մեր մյուս ընկերը նաև ինքը էլ այդ խմիչքների թեմայի մեջ կա, ալկոհոլային խմիչքների թեմայի մեջ էր ինքը, մեր Արմանն ինքը Օսկի ջինն արտադրել ու տենց իրար ու տենց հայկական ջինը Օսկի ջինն արտադրել ու տենց իրար հետ ինքը նաև իրան ավելի ծանոթ էր այդ արտադրության process-ը ես ոնց որ ծանոթ էր այս միկրոէլեմենտների process-ը ոնց միկրո մակրո էլեմենտներ բաց sense եւ մեր մյուս ընկերը էլի միջազգային կարգի սպորտի վարպետ ինքը Լեհաստանից Գերմանիայից sense հավաքվել ենք բոլորով գրել ջնջել եւ վերջում ստացել ենք sense մի Բայց որ սխալ պատկերացում չլինի, քանի որ դու այդ նիհարել կախարդական բառը օգտագործեցիր, չպատկերացնեն էլի մարդիկ, որ ուղղակի խմելու են այդ խմիչքը եւ նիհարեն, այդպես ընդհանրապես ոչ մի հրաշքներ տեղի չեն ունենում էլի, ոնց որ կբացատրես ոնց է այս ազդում, որ օրինակ մի քիչ արագանա այդ process-ը կամ ինչին է ինքը հատկապես խթանում։ Slim Fit-ը Slim Fit-ը կոչվում այդ ըմպելիքը, պարունակում է իր մեջ այն նյութերը, այն միկրո եւ մակրո էլեմենտները, որոնք նպաստում են ճարպի այրմանը, նյութափոխանակության արագացմանը, ինչպես նաեւ նյարդային համակարգի եւ նյարդային իմպուլսների բնականոն աշխատանքին, ինչպես նաեւ սրտանոթային համակարգի լավ պոզիտիվ դրական աշխատանքին Ինչպես է այդ process-ը տեղի ունենում, ոնց է քաշը նվազում, օրինակ L-կարնիտինը, որ իր մեջ պարունակվում է, օգնում է ճարպից էներգիայի արտադրման process-ին, դա կոչվում է նաև Krebs-ի ցիկլի մեջ իր դերակատարություն ունի։ Կանաչ չայի էքստրակտը, կարծում եմ նաև բոլորին հայտնի է, որ ունի այդ եւ հանգստացնող եւ տերմոգեն process-ի վրա ազդող այդ իր ազդեցությունը ունի։ Տաուրին, բետա-ալանին, այդ ամինաթթուներ են, որոնք որ հաղորդում են մարդուն էներգիա, ազդում են մարդու վերականգնողական process-ների վրա դրական
Եվ այստեղ ունենք մի փոքր կաֆեին, որը որ հենց բնական կանաչ թեյի էքստրակտի մեջի կաֆեինն է։ Կաֆեինի պարունակությունը նվազեցրել ենք, որ չլինի բացասական ազդեցություն սրտանոթային համակարգի վրա։ Մի խոսքով sense փորձել ենք ստանալ մաքսիմալ sense առողջարար product, անգամ արհեստական համ չենք ավելացրել։ Մի հատ էլ հարց կուզեմ տամ, հաստատ բոլոր հատկապես տնային տնտեսուհիներին կհետաքրքրի։ Մենք որ ասում ենք ֆիզիկական ակտիվություն, արդյոք պարտադիր է գնալ մարզասրահ կամ ինչ-որ այլ տեղ այդ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու համար, թե օրինակ տնային գործերը կարող են փոխարինել այս ֆիզիկական ակտիվությանը։ Ոչ, տնային գործերը կարող են փոխարինել ֆիզիկական ակտիվությանը։ Կարող են։ Այո։ Կարող եք լվացքի մեքենան անջատել, ձեռքով լվացք անել։ Այո, կարող եք տան ամբողջ աշխատանքը ամենօրյա ռեժիմով կատարել եւ այրել կալորիաներ։ Բայց իհարկե տան աշխատանքը դա չի նշանակում, որ սեղմել կոճակներ եւ նստել բազմոցին եւ դիտել հեռուստացույց։ Իրական ֆիզիկական ակտիվությունը պարտադիր չէ։ Միայն այցելել մարզասրահ, այսինքն ֆիզիկական ակտիվությունը դա ձեր առօրյան է։ Ցանկալի է ուղղակի, օրինակ ձեր քայլել, վազել, չգիտեմ, ինչ-որ աշխատանք կատարել։ Ստեղ ուղղակի խնդիրը ինչն է, որ շատ ժամանակ, երբ որ մենք քաղաքում ենք այդ աշխատանքը կատարում, մեր օրինակ օդի աղտոտվածությունը քաղաքի 5 անգամ գերազանցում է նորմաներին, այսինքն ստեղ խնդիրը առաջանում, չես հասկանում, դու հիմա լավ գործողություն ես անում, թե վատ գործողություն ես անում։ Երբ որ մենք կարողանում ենք դա ստանալ մաքուր օդի առկայությամբ, պարտադիր չի մարզասրահ այցելելով, այսինքն կարող եք քայլել, կարող եք ինչ-որ երեկոյան մի զբոսանքից սկսել եւ ավել բարձրացնել։ Չգիտեմ, բազմաթիվ է, կարող եք ձգումների մի կոմպլեքս անել տան պայմաններում, կարող եք մինիմալ առավոտյան նախավարժանք որպես սկսել ֆիզիկական ակտիվությունը, հետո ավելացնել քայլերը, ավելացնել կալորիաների այրումը, դա նպաստավոր կերպով է ազդելու ձեր օրգանիզմին։ Ես օրինակ կորոնավիրուսի ժամանակ, երբ որ տան ոնց էր կոչվում, չգիտեմ, տանը պետք է մնայինք։ Կարանտին, այդ ժամանակ իմ լավագույն մարզավիճակներից մեկում եմ գտնվել ու հիմնական պարապմունքներս եղել են տանը։ Ես էլ իմ բոլոր մարզվողների հետ outdoor մարզվում էի, դե թե մեկ պարետային ժամեր, հա, ոնց որ եւ թույլատրվում էր միայն մարզվողներին դրսում գտնվելը, երբ որ ծգերություն կար։ Եվ իմ բոլոր մարզվողների հետ outdoor մարզում էինք անում Ծիծեռնակաբերդի այգում, այնտեղ շատ ծառեր կար, ու օդն էր շատ մաքուր, քաղաքում մեքենաներ չկար։ Իհարկե շատ վատ պերիոդ է եղել բնակչության համար, բայց մարզվելու տեսանկյունից պայմանները իդեալական էր ստեղծված։ Այնպես որ կարևորը ցանկությունն է։ Միանշանակ բոլոր հարցերում։ Սերգեյ, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, իսկապես շատ հետաքրքիր էր, ինչ որ բաներ գիտեի, ինչ որ բաներ նույնիսկ ես, որ արդեն երկար ժամանակ ամեն պարապմունք էի քեզնից փորձում եմ սովորել, միևնույնն է նորից սովորեցի։ Հույս ունեմ օգուտ կտանք նաև լսողներին, եթե նույնիսկ մի քանի հոգի ուղակի սկսեն այս առողջ ապրելակերպով ապրել, առողջ սննդով սնվել, մենք կհամարենք, որ մեր գործը կատարված է։ Այո։ Ինչ այսօր զրուցեցինք Սերգեյի հետ։ Եթե հավանեցիք խոսակցությունը, ինձ տեղեկացրեք դրա մասին լայքելով կամ ուղղակի բաժանորդագրվելով։